Մի հղի կին միայնակ սպասում էր հիվանդանոցի սպասասրահում, չէր էլ պատկերացնում, որ իր կյանքը շուտով վերնագրերի կդառնա։ Նրա ամուսնու սիրուհու հայտնվելը լռությունը վերածում է ողբերգության, դաժան անկումով, որը վտանգի տակ է դնում երեխայի կյանքը։ Բայց այն, ինչ թվում էր մեկուսացված սկանդալ, վրեժխնդրության իշխանության թաքնված ճշմարտությունների պատերազմ է սանձազերծում, որին ոչ ոք պատրաստ չէր դիմակայելու։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Երեքշաբթի առավոտը Երան հասավ այն մոխրագույն երկնքով, որը բնորոշ է այն օրերին, որոնք կարծես թե չեն ուզում սկսվել։ Մարինա Ալեքսանյան-Սարգսյանը նստած էր Արիկ բժշկական կենտրոնի սպասասրահում, որը Երանի հարավային հատվածի ամենաէլիտար հիվանդանոցներից էր, որտեղ պատերը երեսպատված էին իտալական մարմարով, իսկ մատուցվող սուրճը մատուցվում էր ճենապակյա բաժակներով։ Նա կարգի բերեց պայուսակը ծնկն։ Երին, զգալով 7 ամսական փորի ծանրությունը։ Երեխան շարժվում էր անհանգիստ, կարծես ինքն էլ զգում էր այն լարվածությունը, որը վերջին շրջանում պատել էր իրեն։ Նա նայեց ժամացույցին։ Ռուբենը պետք է հասած լիներ 20 րոպե առաջ։ Ուլտրաձայնային հետազոտության ժամը նշանակված էր 9:20-ին, կարող էր, որ նա այնտեղ լիներ։ Բայց Մարինան այլևս չէր զարմանում ամուսնու բացակայություններից։ Վերջին ամիսներին Ռուբենը ուրվականի էր վերածվել իր սեփական տանը։ Նա վաղ էր դուրս գալիս, ուշ էր վերադառնում, երբ վերադառնում էր։ Պատճառաբանությունները միշտ նույնն էին՝ կարևոր հանդիպումներ, պահանջկոտ հաճախորդներ, ֆինանսական շուկան չէր ներում։ Մարինան այդ խոսքերը անգիր գիտեր։ Նա դրանց տարբերակները լսել էր իրենց ամուսնությունից ի վեր 4 տարի առաջ, Արագածոտնի մարզի Վիլա-Ռիկա ամառանոցում տեղի ունեցած շքեղ արարողության ժամանակ, ավելի քան 300 հյուրերի մի երեկույթի հետ, որը շաբաթներ շարունակ քննարկվում էր հասարակական սյունակներում։ Այդ ժամանակ Մարինան հավատում էր հեքիաթներին։ Ռուբենը գեղեցիկ էր, հաջողակ, հավաք։ Նոթ։ Նա սկսել էր որպես կրտսեր վերլուծաբան ներդրումային բրոքերային ընկերությունում, 35 տարեկանում արդեն ղեկավարում էր իր սեփական ֆոնդերի կառավարման ընկերությունը։ Նա խելացի էր, հստակ խոսող, գիտեր շրջել հզորների շրջանում այն հմտությամբ, որը տպավորում էր։ Մարինան, Էդուարդ Ալեքսանյանի, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի միակ դուստրը, մեծացել էր շքեղության մեջ, բայց նա խիստ կրթությամբ, որը գնահատում էր զուսպությունը, էլեգանտությունը, պարտականությունը։ Երբ նա հանդիպեց Ռուբենին Ալեքսանյան հիմնադրամի բարեգործական միջոցառման ժամանակ, որը աջակցում էր կարիքավոր երեխաների կրթական ծրագրերին, նա հիացավ նրանով, թե ինչպես էր նա խոսում իր երազանքների, ավելի մեծ բան կառուցելու, ժառանգություն թողնելու մասին։ Բայց երազանքները Մարինան ժամանակի ընթացքում հայտնաբերեց, միշտ չէ, որ դիմանում են առօրյային։ Ամուսնությունից հետո Ռուբենը գլխովին մտավ աշխատանքի մեջ։ Ճաշի սեղանի շուրջ զրույցները ավելի հազվադեպ դարձան, փոխարինվելով ծանր լռություններով, մենակ ճաշերով։ Մարինան փորձեց իր ժամանակը լրացնել։ Կամավորական աշխատանքով, արվեստի դասընթացներով, ընկերուհիների հետ հանդիպումներով, բայց ոչինչ չէր լրացնում այն դատարկությունը, որը մեծանում էր իր ներսում։ Եվ հետո եկավ հղիությունը։ Երբ նա հայտնաբերեց, որ երեխա է սպասում, Մարինան հավատաց, որ դա կարող է ամեն ինչ փոխել։ Որ երեխան կլինի այն սոսինձը, որը նրանց միասին կպահի, որը Ռուբենի մեջ կարթնացնի այն քնքուշ տղամարդուն, որին նա ճանաչել էր սկզբում։ Բայց իրականությունը այլ էր։ Ռուբենը էլ ավելի հեռացավ, կարծես հայր դառնալու պատասխանատվությունը վախեցնում էր նրան։ Կամ գուցե այդ հեռավորության համար այլ պատճառ կար։ Մի պատճառ, որը Մարինան նախընտրում էր չընդունել, բայց որը պտտվում էր նրա մտքերում որպես համառ ստվեր։ Լուրերը սկսվեցին զուսպ, ինչպես միշտ սկսվում են նման հարցերը շրջանակներում, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց։ Մի ընկերուհի նշեց, որ կենտրոնում Ռուբենին տեսել է մի ցնցող կնոջ հետ։ Մյուսը մեկնաբանեց այն տոնով, ով չի ուզում անպատշաճ թվալ, բայց պնդում է կասկածի սերմը ցանել, որ լսել է Մարինայի ամուսնու իր ընկերության մի ղեկավարի որոշակի մերձեցման մասին։ Սկզբում Մարինան անտեսեց։ Հետո սկսեց ուշադրություն դարձնել։ Եվ այն, ինչ տեսավ, խորապես ցավեցրեց նրան։ Յասմին Հովհաննիսյան։ Սա էր այն անունը, որը ավելի ու ավելի հաճախ էր հայտնվում։ Մարինան արեց այն, ինչ կաներ ցանկացած կին նման իրավիճակում, հետազոտեց։ Յասմինը Ռուբենի կառավարման ընկերության հաստատությունների հետ կապերի տնօրենն էր։
Նա 30 տարեկան էր, ավարտել էր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, մագիստրոսական աստիճան էր ստացել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից։ Նա համաձայն սոցիալական ցանցերի բիզնես ամսագրերի հոդվածների, բրազիլական ֆինանսական շուկայի ամենահեռանկարային ղեկավարներից մեկն էր։ Եվ նա, Մարինան պետք է խոստովաներ, չափազանց գեղեցիկ էր։ Բարձրահասակ, մուգ ուղիղ մազերով մի դեմք, որը ներդաշնակորեն խառնում էր եվրոպական բնիկ հատկանիշները, այն կեցվածքը, ով ճշգրիտ գիտեր, թե ինչ իշխանություն ուներ ուրիշների վրա։ Մարինան փորձեց խոսել Ռուբենի հետ։ Նա, իհարկե, ամեն ինչ հերքեց։ Ասաց, որ Յասմինը ընդամենը տաղանդավոր գործընկեր է, որ լուրերը անելիք չունեցող մարդկանց բամբասանքներ են, որ Մարինան ազդեցության տակ է նախանձոտ ընկերուհիների կողմից։ Բայց նրա հերքումը կեղծ էր թվում, փորձված, ինչպես վատ անգիր արված վաճառքի խոսք։ Եվ Մարինան, թե ուզում էր հավատալ, իր սրտի խորքում զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Երեխան ուժեղ հարվածեց, Մարինային վերադարձնելով ներկա պահ։ Նա ձեռքը անցկացրեց փորի վրայով, փորձելով հանգստացնել իր ներսում աճող որդուն։ Դա տղա էր։ Գաբրիել։ Սա կլիներ նրա անունը։ Գաբրիել Սարգսյան Ալեքսանյան։ Ուժեղ անուն, որը կրում էր երկու ընտանիքների ավանդույթը, բայց նա ներկայացնում էր նոր սկիզբ։ Համենայն դեպս, սրան էր Մարինան ուզում հավատալ։ Սպասասրահի դուռը բացվեց, Մարինան աչքերը բարձրացրեց, սպասելով Ռուբենին տեսնելու։ Բայց նա չէր։ Դա սպիտակ խալաթով մի բուժքույր էր, որը տետրակ էր կրում, որը կանչեց մեկ այլ հիվանդի անունը։ Մարինան հոգոց հանեց։ Վերցրեց բջջային հեռախոսս, մեկ հաղորդագրություն ուղարկեց ամուսնուն։ Որտե՞ղ ես։ Ժամադրությունը 10 րոպեից է։ Հաղորդագրությունը առաքվեց, բայց չկարդացվեց։ Բնորոշ։ Այդ ժամանակ նա տեսավ նր. Ան։ Յասմին Հովհաննիսյանը մտավ սպասասրահ, կարծես մանեկեն էր քայլում պոդիումի վրա։ Նա կարմիր մարմինը ընդգծող զգեստ էր հագել, բարձրակրունկ կոշիկներ, որոնք ռիթմիկ ձայն էին հանում մարմարե հատակի վրա, կրում էր դիզայներական պայուսակ, որը հավանաբար ավելի թանկ էր, քան շատ մարդկանց ամսական աշխատավարձը։ Նրա մազերը կատարելապես հարդարված էին, փափուկ ալիքներով ընկնում էին ուսերին, նա հսկայական մուգ ակնոցներ էր կրում, թե փակ տարածքում էր։ Օծանելիքը նրանից առաջ հասավ մի ուշագրավ, թանկ բույր, որը տարածվեց սենյակում որպես ներկայության հայտարարություն։ Մարինան զգաց, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Ինչ էր անում այդ կինը այնտեղ։ Արդյոք դա զուգադիպություն էր։ Չէր կարող լինել։ Երանը հսկայական էր, հազարավոր կլինիկաներ, հիվանդանոցներ կային։ Ինչու։ Հենց այնտեղ, հենց այդ պահին։ Յասմինը ուսումնասիրված շարժումով հանեց մուգ ակնոցները, նրա աչքերը սկանավորեցին սենյակը։ Երբ նրանք հանդիպեցին Մարինայի աչքերին, կանգ առան։ Նրա շրթունքներին բարակ ժպիտ հայտնվեց, մի ժպիտ, որը բարեկամական ոչինչ չուներ։ Դա մեկ ի ժպիտն էր, ով ճշգրիտ գիտեր, թե ինչ է անում, ով եկել էր որոշակի նպատակով։ Նա հաշվարկված քայլերով գնաց Մարինայի կողմը, Մարինան զգաց վախի զայրույթի խառնուրդ, որը բարձրանում էր իր կոկորդից։ Մարինա, ասաց Յասմինը, նրա ձայնը նուրբ էր, գրեթե մեղեդային, բայց դրա հետում սառնություն կար, որը աննկատ չմնաց։ Ինչ անակնկալ է քեզ այստեղ գտնելը։ Անակնկալ։ Բառը Մարինայի մտքում արձագանքեց որպես վատ կատակ։ Այդ հանդիպման մեջ անակնկալ ոչինչ չկար։ Դա միտումնավոր էր, պլանավորված։ Յասմինը այնտեղ էր եկել ինչ-որ բանի համար, Մարինան վստահ էր, որ դա լավ բան չէր։ Յասմին, պատասխանեց Մարինան, ձայնը պահելով ամուր, չնայած զգացվող նյարդայնությանը։ Նրա մայրական բնազդը ստիպեց նրան ձեռքերը դնել փորի վրա, կարծես պաշտպանում էր իր կրած որդուն։ Ինչ ես անում այստեղ։ Յասմինը ուսերը թափահարեց, չափազանց անփույթ ժեստ, անկեղծ լինելու համար։ Ես ժամադրություն ունեմ։ Գիտեիր, որ սա քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկն է։ Իհարկե, գիտես։ Ի վերջո, այստեղ են գալիս քո շրջապատի մարդիկ, երբ բժշկական օգնության կարիք ունեն։ Կամ եր։ Դու ուզում են, որ իրենց տեսնեն։ Այստեղ շատ կարևոր մարդիկ կան, այնպես չէ։ Մարինան չպատասխանեց։ Նա գիտեր, որ Յասմինը սադրում էր, որ նա արձագանք էր ուզում։ Եվ նա այդ հաճույքը չէր տա նրան։ Ոչ այնտեղ, ոչ այդ պահին։
Նա պետք է մտածեր երեխայի մասին, պետք է հանգիստ մնար։ Բայց Յասմինը կարծես թե պատրաստ չէր նրան հանգիստ թողնել։ Ռուբենը քեզ հետ չի եկել, հարցրեց Յասմինը, շուրջը նայելով, կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։ Ահ, ինչ ցավալի է։ Նա այնքան ուշադիր է ինձ հետ։ Միշտ այնքան ներկա է։ Բայց պատկերացնում եմ, որ քեզ հետ այլ է, այնպես չէ՞։ Ի վերջո, դուք ունեք այնպիսի հարաբերություններ։ Ինչպես ասեմ։ Ավանդական։ Նա աշխատում է, դու սպասում ես։ Դու շատ ես սպասում, ինչպես լսել եմ։ Բառերը դանակների պես էին, յուրաքանչյուրը խնամքով ընտրված ցավ պատճառելու համար։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը, բայց հրաժարվեց լացել։ Ոչ այդ կնոջ առաջ։ Նա չէր տա նրան այն բավարարությունը, որ տեսներ իրեն կոտրված։ Յասմին, խնդրում եմ, ասաց Մարինան, ձայնը թեթակի դողում էր։ Ես չգիտեմ, թե ինչ ես ուզում, բայց սա ոչ պահն է, ոչ էլ տեղը։ Ես հղի եմ, այստեղ եմ կարոր խորհրդակցության համար, ինձ իսկապես հիմա նման զրույցի կարիք չկա։ Յասմինը գլուխը մի կողմ թեքեց, կարծես Մարինայի խոսքերն էր դիտարկում։ Ապա մեկ քայլ առաջ արեց, էլ ավելի մոտենալով։ Քեզ այդ զրույցի կարիքը չկա։ Զավեշ տալի է։ Որովհետև ես կարծում եմ, որ քեզ պետք է։ Պետք է իմանաս ճշմարտությունը։ Պետք է իմանաս, որ այն տղամարդը, ում հետ ամուսնացած ես, այն չէ, ինչ դու մտածում ես։ Պետք է իմանաս, որ մինչ դու այստեղ ես, սպասելով նրան, գրելով նրա երեխային, նա ինձ հետ է։ Երեկ երեկոյան, օրինակ, մենք միասին ճաշեցինք կենտրոնի Դավիթ Աշեն թաղամասի մի համեղ ռեստորանում։ Հետո գնացինք իմ բնակարան։ Նա մնաց մինչ ուշ։ Շատ ուշ։ Եվ գիտես, թե ինչն է ամենահետաքրքիրը։ Նա քո մասին ոչ մի անգամ չխոսեց։ Մարինան զգաց, կարծես գետինը անհետացել էր իր ոտքերի տակից։ Յասմինի խոսքերը դաժան էին, կոպիտ, ուղիղ։ Բայց դրանցում ինչ-որ բան կար, որը ճշմարտության պես էր հնչում։ Մարինան գիտեր նշանները։ Ուշ վերադարձները, այլ օծանելիքի հոտը, անորոշ արդարացումները։ Նա ձացրել էր, թե չի տեսնում, ընտրել էր հավատալ ստերին, քանի որ ավելի հեշտ էր, քան առերեսվել իրականությանը։ Բայց հիմա, երբ Յասմինը այնտեղ էր, իր դիմաց, առանց ամոթի իր դեմքին ճշմարտությունը նետելով, այլս փախուստի ճանապարհ չկար։ Ինչու՞ հարցրեց Մարինան, նրա ձայնը ավելի շատ շշուկի նման դուրս եկավ։ Ինչու՞։ Ես դա անում։ Ինչ ես ուզում ինձնից։ Յասմինը նորից ժպտաց, նույն սառը հաշվարկված ժպիտով։ Ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, թե ով է իսկապես կարոր Ռուբենի համար։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ քո ամուսնությունը կեղծիք է, ճակատ արտաքինը պահպանելու համար։ Դու կատարյալ կին։ Ես թղթի վրա, երկրի ամենահզոր մարդու դուստրը, նրա ժառանգի ապագա մայրը։ Բայց ես այն կինն եմ, որին նա ցանկանում է։ Ես այն կինն եմ, որին նա ընտրում է ամեն օր։ Իսկ դու ընդամենը պարտականություն ես։ Բառերը արձագանքեցին սպասասրահում, Մարինան նկատեց, որ շուրջը գտնվող որոշ մարդիկ դադարել էին իրենց անելիքը նայում էին նրանց կողմը։ Իրավիճակը ավելի ու ավելի հանրային էր դառնում, ավելի նվաստացուցիչ։ Մարինան ուզում էր հեռանալ այնտեղից, ուզում էր վազել, բայց նրա ոտքերը կարծես կպած էին գետնին։ Եվ Յասմինը կարծես թե պատրաստ չէր նրան հանգիստ թողնել։ Ռուբենը քեզ կթողնի, շարունակեց Յասմինը, նրա ձայնը հիմա ավելի բարձր էր, ավելի վստահ։ Դա ընդամենը ժամանակի հարց է։ Նա պարզապես սպասում է, որ երեխան ծնվի, որպեսզի պատմության չարագործը չթվա։ Բայց դրանից հետո նա կհեռանա։ Եվ կգա ինձ մոտ։ Որովհետև ես այն ամենն եմ, ինչ դու չես։ Ես անկախ եմ, հաջողակ, հետաքրքիր։ Դու ընդամենը մի կին ես, որն ապրում է իր հոր ստվերի տակ, որը երբեք մեկ օր չի աշխատել իր կյանքում, որը սեփական ինքնություն չունի։ Ու անպետք ես, Մարինա։ Եվ որքան շուտ ընդունես դա, այնքան լավ կլինի բոլորի համար։ Մարինայի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Դա զայրույթ չէր, վախ չէր։ Դա այս ամենի խառնուրդն էր խորը, ներքին ցավի հետ, որը գալիս էր մի տեղից, որի գոյության մասին նա չգիտեր։ Նա դժվարությամբ բարձրացավ աթոռից, ծանր փորը դժվարացնում էր նրա շարժումները։
Նա կանգնեց Յասմինի դիմաց, առաջին անգամ այդ ամբողջ զրույցի ընթացքում նա էր, ով ամուր խոսեց. «Դու ինձ չես ճանաչում, Յասմին։ Դու ոչինչ չգիտես իմ մասին, իմ կյանքի մասին, այն մասին, թե ինչ եմ զգում կամ ինչ եմ մտածում։ Դու կարող ես ունենալ Ռուբենին, կարող ես մնալ նրա հետ, եթե դա ես ուզում։ Բայց մի մոտեցիր ինձ, իմ բժշկական խորհրդակցության օրը, 7 ամսական հղի, մի փորձիր ինձ նվաստացնել, կարծես ես քեզնից պակաս եմ։ Որովհետև ես չեմ։ Եվ եթե դու պետք է գաս այստեղ, պետք է նվաստացնես հղի կնոջը, որ քեզ հզոր զգաս, ապա դու ես խնդիր ունեցողը, ոչ թե ես»։ Յասմինի դեմքը սեղմվեց։ Կարճ պահով Մարինան այնտեղ ինչ-որ բան տեսավ, մի ճակ այն վստահության զրահում, որը նա կրում էր։ Բայց դա չափազանց արագ էր։ Յասմինը կարգի բերեց իր արտահայտությունը, երբ նորից խոսեց, նրա ձայնը լի էր թույնով։ «Դու կարծում ես, որ ինձնից լավն ես։ Դու կարծում ես, որ քո ազգանունը, քո փողը, քո ընտանիքը քեզ գերազանց են դարձնում։ Ապա իմացիր, որ Ռուբենը ոչ մի բանի վրա չի անում։ Նա քո վրա չի անում։ Իսկ այս երեխան կմեծանա, իմանալով, որ իր մայրը բավարար չէր իր սեփական ամուսնուն պահելու համար»։ Հենց այդ պահին ինչ-որ բան տեղի ունեցավ։ Մարինան չկարողացավ ճշգրիտ ասել, թե ինչ էր դա, արդյոք Յասմինի կտրուկ շարժում էր, թե ինքն էր փորձում հեռանալ, բայց հանկարծ նա զգաց մի հրում, անհավասարակշռություն, նրա մարմինը, ծանր անշնորհք հղիության պատճառով, չկարողացավ պահել իրեն։ Նա ընկավ։ Ազդեցությունը ուժեղ չէր, բայց բավարար էր։ Մարինան սուր ցավ զգաց փորի մեջ, մի ուժեղ ճնշում, որը ստիպեց նրան բղավել։ Մարդիկ վազեցին նրա կողմը։ Ձայները խառնվեցին, ինչ-որ մեկը բղավեց բժիշկ կանչելու համար, ինչ-որ մեկը հարցրեց, թե ինչ էր պատահել։ Մարինան գետնին էր, ձեռքերը փորի վրա, վախը պատել էր նրա մարմնի յուրաքանչյուր բջիջը։ Գաբրիել։ Նրա որդին։ Նա լավ էր։ Խնդրում եմ, թող նա լավ լիներ։ Յասմինը մի քանի քայլ հետ էր քաշվել, Մարինան նրա դեմքին տեսավ մի բան, որը չէր սպասում տեսնել՝ վախ։ Իսկական վախ։ Կարծես ինքն էլ չէր հավատացել, որ ամեն ինչ մինչ այնտեղ կհասներ։ Բայց մինչ Մարինան կարող էր որևէ բան ասել, բուժքույրերը պատգարակով եկան, նրան արագորեն տարան շտապ օգնության սենյակ։ Հաջորդող րոպեները պայծառ լույսերի, ազդանշան տվող մեքենաների, նրա փորին դիպչող ձեռքերի, ցավ զգալու, երեխայի շարժվելու մասին հարցնող ձայների մշուշ էին։ Մարինան փորձեց պատասխանել, փորձեց կենտրոնանալ, բայց միակ բանը, որի մասին կարող էր մտածել, Գաբրիելն էր։ Այն մասին, թե ինչպես էր նա ձախողել պաշտպանել նրան։ Այն մասին, թե ինչպես էր թույլ տվել, որ ամեն ինչ տեղի ունենա։ Եվ հենց այնտեղ, այդ պատգարակի վրա պառկած անծանոթների շրջապատում, ովքեր փորձում էին փրկել իրեն իր որդուն, Մարինան որոշում կայացրեց։ Եթե Գաբրիելը ողջ մնար, եթե երկուսն էլ դուրս գային այդ իրավիճակից, նա այլևս չէր լինի սպասող կինը։ Այլևս չէր լինի այն կինը, ով ընդունում է ուշադր ության սիրո փշրանքներ։ Նա կլինի ուժեղ, կլինի ակտիվ, կլինի այն մայրը, որի կարիքը ուներ իր որդին։ Եվ ոչ ոք երբեք նրան փոքր չէր զգա։ Բայց այդ պահին նա կարող էր միայն աղոթել։ Աղոթել հուսալ, որ ճակատագիրը բարի կլինի նրա իր կրած որդու նկատմամբ։ Որովհետև կյանքը, նա սովորում էր հնարավոր ամենավատ ձով, կարող էր փոխվել մեկ ակնթարթում։ Եվ միշտ չէ, որ դեպի լավը։ Էդուարդ Ալեքսանյանը ճապոնացի ներդրողների հետ հանդիպման մեջ էր, երբ նրա բջջային հեռախոսը հնչեց 5-րդ անգամ անընդմեջ։ Նա երբեք չէր պատասխանում զանգերին հանդիպումների ժամանակ։ Դա հարգանքի բացարձակ վերահսկողության իմիջի պահպանման հարց էր, որը նա կառուցել էր 40-ամյա կարիերայի ընթացքում։ Բայց այդ համառության մեջ ինչ-որ բան նրան անհանգստացրեց։ Նա ներողություն խնդրեց, դուրս եկավ Մաշտոցի պողոտայի 23-րդ հարկի հանդիպումների սենյակից, պատասխանեց այն չոր տոնով, որը նա օգտագործում էր, երբ ընդհատվում էր։ Մյուս կողմից ձայնը Կլարայի էր, նրա անձնական քարտուղարի, ավելի քան 15 տարի։ Պարոն Ալեքսանյան, Մարինայի մասին է։ Նա հիվանդանոցում է։ Միջադեպ է եղել։ Էդուարդը զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Իր 63 տարվա կյանքում քիչ բաներ էին կարողացել խախտել նրա հուզական հավասարակշռությունը։ Կնոջը, Հելենային, սրտի խնդրի պատճառով կորցնելը, երբ Մարինան ընդամենը 12 տարեկան էր, այդ բաներից մեկն էր։
Եվ հիմա լսելը, որ իր միակ դուստրը 7 ամսական հղի հիվանդանոցում է միջադեպի պատճառով, մեկ այլն էր։ Ինչ միջադեպ, հարցրեց Էդուարդը, ձայնը վերահսկվող, բայց շտապողականությամբ, որը Կլարան անմիջապես ճանաչեց։ Նա բացատրեց այն, ինչ գիտեր, որը քիչ էր։ Ինչ-որ բան էր պատահել հիվանդանոցում Մարինայի խորհրդակցության ժամանակ։ Վեճ, անկում։ Բժիշկները գնահատում էին նրա երեխայի վիճակը։ Ռուբենին տեղեկացրել էին, բայց նա դեռ չէր հասել հիվանդանոց։ Էդուարդը անջատեց հեռախոսը, առանց ավելին ասելու։ Վե սպասել մանկաբարձական բաժանմունքի սպասասրահում։ Էդուարդը սպասող մարդ չէր։ Նա ամուր քայլերով անցավ միջանցքներով, մինչ գտավ դոկտոր Մարտիրոսյանին, Մարինայի անձնական մանկաբարձին, ով մտահոգ դեմքով դուրս էր գալիս մի սենյակից։ Դոկտոր, ինչպե՞ս է իմ աղջիկը, հարցրեց Էդուարդը, առանց շրջանցելու։ Դոկտոր Մարտիրոսյանը, միջին տարիքի մոխրագույն մազերով, ոսկեգույն շրջանակով, ակնոցներով մի տղամարդ, հոգոց հանեց մինչ պատասխանելը։ Պարոն Ալեքսանյան, Մարինան կայուն է։ Երեխան նույնպես։ Մենք կատարել ենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Ընկերքի անջատում չի եղել, վաղաժամ ծննդաբերության նշաններ չկան։ Բայց նա հարված է ստացել, զգալի վախեցել է։ Մենք նրան կպահենք դիտարկման տակ մի քանի ժամ, գուցե կտեղավորենք 1 կամ 2 օր, համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է։ Նա կարիք ունի բացարձակ հանգստի առանց սթրեսի միջավայրի։ Այն, ինչ այսօր այստեղ պատահեց, չի կարող կրկնվել։ Ինչ ճշգրտորեն պատահեց, հարցրեց Էդուարդը, նրա ձայնն ուներ այն տոնը, որը ստիպում էր նույնիսկ ամենաքաջերին տատանվել։ Դոկտորը շուրջը նայեց, ոզվելու համար, որ միջանցքում համեմատաբար միայնակ են։ Վեճ է եղել Մարինայի մեկ այլ կնոջ միջ։ Ականատեսների անվտանգության տեսախցիկների վկայությամբ վեճը թեժացել է։ Եղել է անհավասարակշռություն, Մարինան ընկել է։ Ես չեմ կարող ավելի մանրամասներ տալ, քանի որ ներկա չեմ եղել, բայց հիվանդանոցի անվտանգության թիմը զբաղվում է գործով։ Մյուս կինը, ով ներգրավված է եղել, դեռ այստեղ է, կարծես ցուցմունք է տալիս։ Էդուարդին պետք չէր հարցնել, թե ով էր մյուս կինը։ Նա գիտեր։ Վերջին ամիսներին նա կատարել էր իր սեփական զուսպ հետաքննությունը Ռուբենի կյանքի վերաբերյալ։ Նա վարձել էր մասնավոր հետախույզների, խնդրել մանրամասն զեկույցներ։ Նա գիտեր Յասմին Հովհաննիսյանի մասին, արտամուսնական կապի մասին, թանկարժեք ռեստորաններում, շքեղ բնակարաններում հանդիպումների մասին։ Նա բավարար ապացույցներ էր հավաքել Ռուբենի հեղինակությունը շուկայում ոչնչացնելու համար, եթե ցանկանար։ Բայց ոչինչ չէր արել, քանի որ Մարինան խնդրել էր։ Նա խնդրել էր, որ նա չմիջամտի, ասել էր, որ ինքը կլուծի դա իր ձով, որ չէր ուզում, որ հայրը պայքարի իր մարտերը։ Էդուարդը հարգեց դստեր խնդրանքը։ Բայց հիմա, երբ Մարինան հոսպիտալացված էր այդ կնոջ պատճառով, նրա ցանկությունների նկատմամբ հարգանքը սահման ուներ։ Նա կգործեր։ Եվ երբ Էդուարդ Ալեքսանյանը գործում էր, ամբողջ քաղաքները դողում էին։ Ես ուզում եմ տեսնել իմ աղջկան, ասաց Էդուարդը դոկտորին։ Նա հանգստացված է, պարոն Ալեքսանյան։ Ավելի լավ կլինի սպասել, մինչ նա արթնանա։ Էդուարդը բժշկի աչքերին նայեց այն ինտենսիվությամբ, որը չէր ընդունում բացասական պատասխաններ։ Դոկտոր Մարտիրոսյան, ես շնորհակալ եմ ձեր աշխատանքի նվիրվածության համար։ Բայց ես հիմա կտեսնեմ իմ աղջկան։ Բժիշկը գլխով արեց նրան տարավ Մարինայի անձնական սենյակ, որտեղ նա հանգստանում էր։ Նա պառկած էր անկողնում, միացված մոնիտորներին, որոնք չափում էին նրա երեխայի սրտի բաբախյունները։ Նրա դեմքը գունատ էր, հոգնած, բայց նա հանգիստ էր շնչում։ Էդուարդը մի աթոռ քաշեց նստեց անկողնու կողքին, նրբորեն բռնելով դստեր ձեռքը։ Նա մնաց այնտեղ, լուռ, դիտելով նրան քնելիս։ Հենց այդ պահին հայտնվեց Ռուբենը։ Նա շտապ մտավ սենյակ, փողկապը ծուռ, մազերը առնված, դեմքը մտահոգության արտահայտությամբ, որը Էդուարդը չգիտեր անկեղծ էր, թե բեմադրված։ Էդուարդ, ինչպե՞ս է նա։ Ինչ պատահեց։ Ինձ զանգահարեցին ասելով, որ դժբախտ պատահար է եղել, բայց ոչ ոք ինձ ճիշտ չբացատրեց։ Էդուարդը զգուշորեն բաց թողեց Մարինայի ձեռքը բարձրացավ։ Նա Ռուբենից ցածրահասակ էր, բայց նրա ներկայությունը լցնում էր տարածքը այնպես, ինչպես փեսան երբեք չէր կարողանա։ Նա քայլեց մինչ նրա դիմաց կանգնելը, իր աչքերը հառած Ռուբենի աչքերին այն ինտենսիվությամբ, որը օդը ավելի ծանր էր դարձնում։
Դժբախտ պատահար, կրկնեց Էդուարդը, այդ բառի մեջ սառը թույն կար։ Դու դա դժբախտ պատահար ես անվանում, երբ քո սիրուհին հիվանդանոցում առերեսվում է իմ հղի դստեր հետ, իրավիճակը ավարտվում է նրանով, որ նա ընկնում է գետնին։ Դու դժբախտ պատահար ես անվանում այն փաստը, որ իմ դուստրը հանգստացված է, քանի որ նրա կրած երեխան, քո որդին, վտանգի տակ էր քո ընտրությունների պատճառով։ Ռուբենը գունատվեց։ Նա բերանը բացեց խոսելու համար, բայց ոչինչ չդուրս եկավ։ Էդուարդը շարունակեց, ձայնը ցածր, բայց լի այն իշխանությամբ, Լին բղավելու կարիք չկար սարսափելի լինելու համար։ Ես ամեն ինչ գիտեմ, Ռուբեն։ Գիտեմ քո հանդիպումների մասին Յասմին Հովհաննիսյանի հետ։ Գիտեմ հյուրանոցների, ռեստորանների, ճանապարհորդությունների մասին, որոնք դու ասում էիր, թե աշխատանքի համար էին, բայց որոնք նրա հետ լինելու համար էին։ Գիտեմ, որ դու բազմիցս ստել ես իմ աղջկան։ Գիտեմ, որ դու նվաստացրել ես իմ ընտանիքը։ Եվ ես հարգել եմ Մարինայի ցանկությունը չմիջամտելու, քանի որ նա հավատում էր, որ ինքը կարող է դրանով ինքնուրույն զբաղվել։ Բայց հիմա դու հատել ես մի գիծ, որից հետդարձ չկա։ Ռուբենը փորձեց վերականգնվել, փորձեց դնել այն վստահ ղեկավարի դիմակը, որը նա այդքան լավ էր օգտագործում գործարար հանդիպումներում։ Էդուարդ, ես կարող եմ բացատրել։ Իրերը այնպես չեն, ինչպես դու ես մտածում։ Յասմինը ես, մենք մասնագիտական հարաբերություններ ունենք։ Նա առանցքային դերակատար է իմ ընկերությունում։ Գիտեմ, որ լուրեր կան, գիտեմ, որ մարդիկ խոսում են, բայց դա այն չէ, ինչ թվում է։ Էդուարդը մեկ քայլ առաջ արեց, ներխուժելով Ռուբենի անձնական տարածք։ Մի վիրավորիր։ Ինձ մակերեսային ստերով։ Ես լուսանկարներ ունեմ։ Ես տեսանյութեր ունեմ։ Ես զանգերի գրառումներ ունեմ։ Ես վարկային քարտերի քաղվածքներ ունեմ, որոնք ցույց են տալիս հյուրանոցներ, թանկարժեք նվերներ։ Ես ամեն ինչ ունեմ, Ռուբեն։ Եվ եթե դու շարունակես ստել, ես կապահովեմ, որ այս ամենը հասնի ոչ միայն մամուլին, այլ քո յուրաքանչյուր ներդրողին, քո հաճախորդներին, քո գործընկերներին։ Ես կոչնչացնեմ քո հեղինակությունը այնպես, որ դու այլս երբեք չես կարողանա աշխատել այս քաղաքում։ Ռուբենը մեկ քայլ հետ քաշվեց, վախը վերջապես ելալով նրա դեմքին։ Դու չես կարող դա անել։ Դու այդ իրավունքը չունես։ Էդուարդը ժպտաց, բայց այդ ժպիտի մեջ ուրախություն չկար։ Բայց ես կարող եմ։ Եվ ես կանեմ։ Եթե դու չանես այն, ինչ ես կասեմ։ Ինչ ես ուզում, հարցրեց Ռուբենը, ձայնը դողում էր։ Ես ուզում եմ, որ դու անհետանաս Մարինայի կյանքից։ Ես ուզում եմ, որ դու ստորագրես ամուսնալուծության փաստաթղթերը, որոնք կպատրաստեն իմ փաստաբանները։ Ես ուզում եմ, որ դու ճանաչես երեխայի հայրությունը, ստանձնես բոլոր ֆինանսական պարտականությունները, առանց խնամակալության իրավունք պահանջելու։ Մարինան այդ տղային կմեծացնի միայնակ, հեռու քեզնից քո սկանդալներից։ Եվ դու կընդունես այս ամենը լուռ, առանց վիճելու, առանց խնդիրներ ստեղծելու։ Եթե դա անես, ես կպահեմ քո անզգուշությունները գաղտնի։ Եթե չանես, ես կապահովեմ, որ քո կարիերան վաղը ավարտվի։ Ռուբենը կարծես մտածում էր խոսքերը, փորձելով ելք գտնել, մի բաց։ Բայց Էդուարդը բացեր չէր թողնում։ Երբեք չէր թողնում։ Իսկ եթե ես հրաժարվեմ, հարցրեց Ռուբենը, փորձելով քաչ հնչել, բայց անհաջող։ Ապա դու կբացահայտես, թե ինչ է նշանակում Էդուարդ Ալեքսանյանին որպես թշնամի ունենալը։ Եվ հավատա, դա այն չէ, ինչ դու կցանկանաս փորձել։ Մինչ Ռուբենը կկարողանար պատասխանել, Մարինան շարժվեց անկողնում, ցածր հառաչելով։ Երկու տղամարդիկ անմիջապես շրջվեցին դեպի նա։ Մարինան դանդաղ բացեց աչքերը, շփոթված, փորձելով հասկանալ, թե որտեղ է։ Երբ նա տեսավ հորը ամուսնուն այնտեղ, կանգնած իրար դիմաց լարված արտահայտություններով, նա փորձեց նստել։ Հայրիկ, նրա ձայնը կոպիտ էր, թույլ։ Ինչ է կատարվում։ Էդուարդը մոտեցավ անկողնուն գնեց Մարինային ավելի լավ տեղավորվել բարձերի վրա։ Դու հիվանդանոցում ես, սիրելիս։ Մի վախեցար, բայց հիմա ամեն ինչ կարգին է։ Դու երեխան լավ եք։ Մարինան շուրջը նայեց, հիշողությունները կամաց-կամաց վերադառնում էին։ Սպասասրահը։ Յասմինը։ Վեճը։ Անկումը։ Նրա դեմքը ցավից սեղմվեց, ոչ թե ֆիզիկական, այլ հուզական։ Նա ձեռքերը դրեց փորի վրա, զգալով, թե ինչպես է երեխան թեթակի շարժվում։
Գաբրիել, շշնջաց նա։ Նա լավ է։ Այո, դոկտոր Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ լավ է։ Բայց դու պետք է հանգստանաս, պետք է հանգիստ մնաս։ Մարինան ապա նայեց Ռուբենին, այն հայացքը, որ նա ուղղեց նրան, սիրո կամ զայրույթի չէր։ Դա խորը հիասթափության հայացք էր, մեկի, ով վերջապես տեսել էր ճշմարտությունը, այլս չէր կարող ծածնել։ Դու գիտեիր, որ նա այնտեղ կլինի, այնպես չէ՞, հարցրեց Մարինան, նրա ձայնը ուժ էր ստանում։ Դու նրան ասացիր, թե որտեղ եմ ես լինելու։ Այդ պատճառով դու չեկար։ Դու գիտեիր, որ ինչ-որ բան պետք է պատահի, չեկար ինձ պաշտպանելու։ Ռուբենը բերանը բացեց հերքելու համար, բայց Մարինան ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Մի ստիր այլս։ Խնդրում եմ, ազատիր ինձ այս լրացուցիչ նվաստացումից։ Ես գիտեմ, որ դու նրա հետ ես։ Ամիսներ շարունակ գիտեմ։ Ես ընտրեցի հավատալ, որ դու կփոխվես, որ երբ երեխան ծնվի, ամեն ինչ այլ կլինի։ Բայց ես սխալվեցի։ Եվ այսօր ես գրեթե կորցրի մեր որդուն դրա պատճառով։ Քո ընտրությունների պատճառով։ Արցունքները սկսեցին հոսել Մարինայի դեմքով, բայց նա ոչ մի ջանք չգործադրեց դրանք սրբելու համար։ Նա թույլ տվեց դրանց ազատորեն թափվել, կարծես յուրաքանչյուր արցունք իր հետ տանում էր այն ցավի մի կտորը, որը նա կրում էր։ Ես ամուսնալուծություն եմ ուզում, ասաց Մարինան, խոսքերը դուրս եկան ամուր, վճռական։ Ես այլս չեմ ուզում ապրել այս սուտը։ Ես այլս չեմ ուզում ամեն օր արթնանալ, մտածելով, թե որտեղ ես, ում հետ ես, արդյոք դեռ հոգ ես տանում։ Ավարտվեց, Ռուբեն։ Մեր ամուսնությունը ավարտվեց։ Ռուբենը նայեց Մարինային, ապա Էդուարդին, կարծես սպասում էր, որ աներահայրը ինչ-որ բան կասի, ինչ-որ կերպ կմիջամտի։ Բայց Էդուարդը լուռ մնաց, պարզապես դիտելով։ Սա Մարինայի որոշումն էր, նա պետք է հարգեր այն։ Արինա, խնդրում եմ, եկեք խոսենք դրա մասին, երբ դու ավելի լավ լինես, երբ ժամանակ ունենաս հանգիստ մտածելու, փորձեց Ռուբենը, բայց նրա ձայնը հուսահատ էր հնչում, ոչ համոզիչ։ Մտածելու ոչինչ չկա, պատասխանեց Մարինան։ Դու կատարեցիր քո ընտրությունը։ Եվ ես կատարում եմ իմը։ Հիմա, խնդրում եմ, դուրս արի։ Ես քեզ չեմ ուզում այստեղ։ Ես չեմ ուզում քեզ տեսնել հիմա։ Ռուբենս մի քանի վայրկյան կանգնած մնաց այնտեղ, կարծես դեռ սպասում էր, որ ինչ-որ բան կփոխվի, որ Մարինան հետ կկանգնի։ Բայց երբ տեսավ, որ դա տեղի չի ունենա, նա դանդաղ գլխով արեց դուրս եկավ սենյակից, առանց ավելին ասելու։ Երբ դուռը փակվեց նրա հետից, Մարինան վերջապես փլուզվեց։ Նա լացեց հոր գրկում, ինչպես չէր լացել մանկուց ի վեր, բաց թողնելով այն ամբողջ ցավը, այն ամբողջ հիասթափությունը, այն ամբողջ զայրույթը, որը նա պահել էր իր ներսում վերջին ամիսներին։ Էդուարդը գրկեց նրան, ձեռքը անցկացնելով նրա մազերով, մխիթարական խոսքեր ասելով, որոնց ինքն էլ դժվարությամբ էր հավատում։ Որովհետև ճշմարտությունն այն էր, որ նա չգիտեր, թե ինչպես շտկել դա։ Նա չգիտեր, թե ինչպես բուժել իր դստեր կոտրված սիրտը։ Այն, ինչ նա գիտեր անել, պայքարելն էր։ Պաշտպանելն էր։ Ապահովելն էր, որ ոչ ոք այլս չվնասի Մարինային։ Եվ հենց դա էլ նա անելու էր։ Յասմին Հովհաննիսյանը սարսափելի սխալ էր թույլ տվել, դիպչելով նրա դստերը։ Եվ Էդուարդը կապահովեր, որ նա դրա համար վճարեր։ Ոչ բռնությամբ, ոչ ֆիզիկական սպառնալիքներով, այլ շատ ավելի ավերիչ բանով, այն ամենի ամբողջական ոչնչացմամբ, ինչ նա կառուցել էր։ Մինչ Մարինան նորից քնած էր, Էդուարդը դուրս եկավ սենյակից, զանգահարեց իր անձնական փաստաբանին, դոկտոր Քարամյանին, երկրի ամենահարգված քրեագետներից մեկին։ Նա բացատրեց իրավիճակը, խնդրեց, որ նա անմիջապես սկսի անհրաժեշտ իրավական ընթացակարգերը։ Նա ուզում էր, որ Յասմինը հետաքննվի, ուզում էր, որ նրա կյանքի յուրաքանչյուր մանրամասնություն քննվի։ Նա ուզում էր դատական գործեր, ուզում էր, որ նա պատասխան տա իր արածի համար։ Եվ նա ուզում էր, որ այս ամենը տեղի ունենա հնարավորինս հրապարակային կերպով, որպեսզի դա օրինակ ծառայի։ Հետո նա զանգահարեց մեկ այլ կոնտակտի, ավելի ոչ ավանդական։ Մարկոս Վարդանի Անին, քննադատական լրագրողին, ով աղբյուրներ ուներ ամենուր, ով որոշ պարտքեր ուներ Էդուարդին։ Նա բացատրեց, թե ինչ էր պատահել, խնդրեց Մարկոսին խորը հետաքննել Յասմինի կյանքը։ Նա ուզում էր իմանալ, թե որտեղից էր նա եկել, ինչպես էր հասել այնտեղ, արդյոք նրա պահարանում կմախքներ կային։ Եվ Էդուարդը վստահ էր, որ կային։ Միշտ կային։ Մեխանիզմները շարժման մեջ էին։
Փոթորիկը նոր էր սկսվում։ Եվ դրա կենտրոնում 3 կյանքեր էին, որոնք այլս երբեք նույնը չէին լինի։ 2 շաբաթ էր անցել հիվանդանոցի միջադեպից։ Մարինան տանն էր, Արաբկիր թաղամասի 300 քառակուսի մետր մակերեսով պենթհաուսում, որը նա կիսում էր Ռուբենի հետ, թե նա այլս այնտեղ չէր։ Հիվանդանոցի սենյակում տեղի ունեցած այդ զրույցից հետո Ռուբենը հավաքել էր իրերը տեղափոխվել նոր Նորքի մի բնակարան։ Երկու կողմերի փաստաբանները արդեն կապի մեջ էին, քննարկելով ամուսնալուծության պայմանները։ Մարինան պնդում էր, որ ամեն ինչ հնարավորինս զուսպ մնա, համենայն դեպս մինչ երեխայի ծնվելը։ Նա չէր ուզում, որ Գաբրիելը աշխարհ գար սկանդալներով, թերթերի վերնագրերով շրջապատված։ Բայց այն զուսպությունը, որը Մարինան ցանկանում էր, Էդուարդը չէր կիսում։ Նա պատերազմ էր հայտարարել, պատերազմը մի բան էր, որը Էդուարդ Ալեքսանյանը շատ լավ գիտեր անել։ Առաջին ռումբը պայթեց Հայաստանի Հանրապետություն թերթի հոդվածում։ Մարկոս Վարդանյանը, քննադատական լրագրողը, ում հետ Էդուարդը կապվել էր, ընդարձակ զեկույց հրապարակեց Երանի ֆինանսական շուկայում շահերի բախումների մասին։ Հոդվածը վերնագրում ուղղակիորեն չէր նշում Յասմինին, բայց յուրաքանչյուր ոք, ով կկարդար առաջին էջից այն կողմ, կիմանար, որ նա էր պատմության գլխավոր հերոսը։ Մարկոսը հայտնաբերել էր, որ Յասմինը, զբաղեցնելով Ռուբենի ֆոնդերի կառավարման ընկերության հաստատությունների հետ կապերի տնօրենի պաշտոնը, օգտագործել էր արտոնյալ տեղեկություններ անձնական ներդրումներ կատարելու համար։ Կային փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ նա բացել էր հաշիվներ բրոքերային ընկերություններում, օգտագործելով հեռավոր ազգականների անունները, գնելով ընկերությունների բաժնետոմսեր, որոնք պատրաստվում էին պայմանագրեր կնքել կառավարող ընկերության հետ, վաճառելով բացասական հայտարարություններից առաջ։ Դա ինսայդերական արտուր էր, անօրինական գործունեություն, որը կարող էր հանգեցնել քրեական հետապնդումների ֆինանսական շուկայում աշխատելու մշտական արգելքի։ Հոդվածը երկրաշարժ առաջացրեց։ Հայաստանի կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վերահսկողության բաժինը պաշտոնական հետաքննություն սկսեց։ Ռուբենի կառավարման ընկերությունը հայտարարություն տարածեց, ասելով, որ լիովին համագործակցում է իշխանությունների հետ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները։ Յասմինը անմիջապես հեռացվեց իր պաշտոնից։ Նրա դեմքը, որը նախկինում ներկա էր հասարակական միջոցառումներին բիզնես ամսագրերի հոդվածներում, որպես հաջողակ ղեկավարի օրինակ, հիմա տպագրվում էր թերթերում լրատվական կայքերում, կապված խարդախության անբարևարքության հետ։ Մարինան կարդաց հոդվածը, նստած իր պենթհաուսի պատշգամբում, խմելով երիցուկի թեյ, որն օգնում էր նրան հանգստանալ։ Նրա մի մասը մռայլ բավարարություն զգաց, տեսնելով Յասմինի հրապարակային բացահայտումը։ Բայց մյուս մասը, ավելի փոքր, բայց առկա, ինչ-որ բան զգաց կարե կցության նման։ Յասմինը սարսափելի բան էր արել, նա դաժան էր անողոք։ Բայց հիմա նրա կյանքը մեթոդական անողոք կերպով ոչնչացվում էր։ Եվ Մարինան գիտեր, թե ով էր դրա հետում։ Այդ կեսօրին Էդուարդը նրան այցելեց։ Նա եկավ, ինչպես միշտ, նվերներ բերելով դեռ չծնված թոռան համար, թանկարժեք ներմուծված ապրանքանիշերի հագուստներ, կրթական խաղալիքներ, մայրության մասին գրքեր։ Նա նստեց Մարինայի կողքին պատշգամբում, հարցրեց, թե ինչպես է նա զգում։ Լավ եմ, հայրիկ։ Հոգնած, բայց լավ։ Դոկտոր Մարտիրոսյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Գաբրիելը ուժեղ է, լավ է աճում։ Էդուարդը ժպտաց, այն հազվագյուտ ժպիտով, որը նա պահում էր միայն Մարինայի համար։ Նա հրաշալի տղա կլինի։ Քեզ նման մոր հետ այլ կերպ չէր կարող լինել։ Մարինան տատանվեց մինչ խոսելը, խնամքով ընտրելով բառերը։ Հայրիկ, ես կարդացի հոդվածը Յասմինի մասին։ Դու էիր, այնպես չէ՞։ Էդուարդը չհերքեց։ Ոչ, ուղղակիորեն։ Ես պարզապես ճիշտ մարդկանց կապեցի ճիշտ տեղեկատվության հետ։ Մնացածը լրագրողների իշխանությունների աշխատանքն էր։ Մարինան հոգոց հանեց։ Ես հասկանում եմ, որ դու փորձում ես ինձ պաշտպանել։ Եվ ես շնորհակալ եմ դրա համար, իսկապես։ Բայց ինձ անհանգստացնում է, թե դա որքան հեռու կգնա։ Յասմինը սխալ բան արեց, այո։ Նա դաժան էր ինձ հետ, նվաստացրեց ինձ, վտանգի տակ դրեց իմ որդուն։ Բայց դա չի արդարացնում նրա կյանքի ամբողջական ոչնչացումը։ Էդուարդը շրջվեց դեպի դուստրը, դեմքի արտահայտությունը կարծրացավ։ Մարինա, այդ կինը կարող էր քո որդու կորուստը պատճառել։ Նա գործել է միտումնավոր չարամիտ կերպով։ Եվ ես պարզեցի, որ նա այն մարդը չէ, ում ծածնում էր։
Ֆինանսական անկանոնությունները ընդամենը սկիզբն են։ Կան ավելի շատ բաներ, որոնք ես հետաքննում եմ։ Նա կառուցել է իր ամբողջ կարիերան ստերի մանիպուլյացիայի վրա։ Ինչ տեսակի բաներ, հարցրեց Մարինան, վստահ չէր, թե արդյոք իսկապես ուզում էր իմանալ պատասխանը։ Էդուարդը տատանվեց, ինչը հազվադեպ էր նրա համար։ Ապա որոշեց անկեղծ լինել դստեր հետ։ Ես հետախույզներ վարձեցի, պարզելու, թե որտեղից է Յասմինը, ինչպիսին է նրա պատմությունը։ Եվ այն, ինչ մենք գտանք, բացահայտող էր։ Յասմին Հովհաննիսյանը այդ անունով չի ծնվել։ Նա կոչվում է Յասմին Պետրոսյան Սարգսյան։ Նա մեծացել է Երանի Էրեբունի թաղամասի ծայրամասում, անկայուն ընտանիքում։ Հայրը լքել է նրան, երբ նա 6 տարեկան էր։ Մայրը քիմիական կախվածության խնդիրներ ուներ։ Յասմինը մանկության մի մասն անցկացրել է պետական ապաստարաններում։ Նա կարողացել է սովորել կրթաթոշակների սոցիալական ծրագրերի շնորհիվ, ունեցել է բացառիկ ինտելեկտ, որը թույլ է տվել նրան ընդունվել Երանի պետական համալսարան։ Այնտեղ նա սկսել է կառուցել նոր ինքնություն։ Փոխել է անունը, հորինել ավելի ընդունելի ընտանեկան պատմություն, ջնջել իր անցյալը։ Այն ամենը, ինչ նա դարձել է, հիմնված էր խնամքով կառուցված ստի վրա։ Մարինան լուռ լսում էր, մշակելով այդ տեղեկությունները։ Տարօրինակ էր մտածել Յասմինի մասին միշտ այդքան վստահ քաղաքավարի, որպես Էրեբունիի աղքատ աղջկա, ով պայքարում էր գոյատելու համար։ Բայց ինչ-որ կերպ, դա իմաստ ուներ։ Յասմինի կոշտությունը, վերահսկողության նրա կարիքը, կարգավիճակի ճանաչման նրա մոլուցքը, այս ամենը կարող էր բացատրվել տրավմատիկ անցյալով։ Այսպիսով, նա հեշտ կյանք չի ունեցել, ասաց Մարինա։ Ձայնը նուրբ։ Դա չի արդարացնում նրա արածը, բայց օգնում է հասկանալ։ Նա կառուցել է այս կատարելության ճակատը, քանի որ դա միակ միջոցն էր, որը նա գիտեր, փախչելու այնտեղից, որտեղից եկել էր։ Եվ երբ տեսավ, որ Ռուբենը, հարուստ հաջողակ տղամարդը, հետաքրքրված է իրենով, նա հնարավորություն տեսավ ամրապնդելու այդ նոր ինքնությունը։ Էդուարդը գլխով արեց, ճանաչելով դստեր հուզական ինտելեկտը։ Հենց այդպես։ Բայց խնդիրն այն է, որ նա ոչ միայն սուտ կառուցեց, նա ոչնչացրեց ուրիշներին այդ ընթացքում։ Կան Յասմինի այլ զոհեր բացի քեզնից։ Մենք պարզեցինք, որ նա նախկինում ներգրավված է եղել այլ սկանդալների մեջ նախորդ ընկերություններում։ Նա միշտ կարողացել է անվնաս դուրս գալ, քանի որ բավականաչափ խելացի էր հետքեր չթողնելու համար։ Կամ որովհետև նա ուներ ինչ-որ հզոր մեկին, ով պաշտպանում էր նրան։ Այս անգամ նա պաշտպանություն չունի։ Այս անգամ նա պատասխան կտա իր արարքների համար։ Մարինան նայեց հորը, տեսնելով վճռականությունը նրա աչքերում։ Նա ճանաչում էր այդ հայացքը։ Դա նույն հայացքն էր, որը նա ուներ, երբ կարևոր գործարք էր կնքում։ Երբ ընկերություն էր ձեռք բերում, երբ մրցակցին ոչնչացնում էր։ Դա մեկի հայացքն էր, ով երբեք չի պարտվում։ Միայն մի բան խոստացիր ինձ, հայրիկ, ասաց Մարինան, ձեռքը դնելով նրա ձեռքին։ Խոստացիր, որ դա ճիշտ կերպով կկատարվի։ Օրենքով, արդարությամբ, ոչ թե վրեժխնդրությամբ։ Ես չեմ ուզում, որ դու դառնաս մեկը, ով չես իմ պատճառով։ Էդուարդը սեղմեց դստեր ձեռքը։ Ես խոստանում եմ։ Այն ամենը, ինչ ես անում եմ, օրինական է։ Ես պարզապես ապահովում եմ, որ ճշմարտությունը բացահայտվի։ Մնացածը արդարադատության համակարգի գործն է։ Այդ գիշեր, Էդուարդի հեռանալուց հետո, Մարինան մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Նա մտածում էր Ռուբենի մասին, այն ամուսնության մասին, որն ավարտվել էր, այն մասին, թե ինչպես էր նա միամիտ, հավատալով, որ սերը բավարար կլինի։ Նա մտածում էր Յասմինի մասին, այն կնոջ մասին, ով ամբողջ կյանքը կառուցել էր ստերի վրա, քանի որ ճշմարտությունը չափազանց ցավոտ էր։ Եվ նա մտածում էր իր մասին, այն մասին, թե ով էր ինքը, ով էր ուզում դառնալ։ Մարինան իր ամբողջ կյանքն ապրել էր պասիվորեն։ Նա հետել էր այն սցենարին, որն իրենից ակնկալում էին հասարակությունը, իր դաստիարակությունը։ Սովորել էր էլիտար դպրոցներում, ընդունվել Երանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, քանի որ դա համապատասխան էր թվում իր կարգավիճակի աղջկա համար, ամուսնացել էր հարմար տղամարդու հետ, պատրաստվել մայր դառնալու։ Նա երբեք չէր աշխատել, քանի որ կարիք չուներ։ Նա երբեք չէր պայքարել ինչ-որ բանի համար, քանի որ ամեն ինչ միշտ տրվել էր նրան։ Բայց հիմա, առաջին անգամ, նա պետք է ընտրություններ կատարեր։ Նա պետք է որոշեր, թե ինչպիսի մայր էր ուզում լինել, ինչպիսի կին էր ուզում լինել։
Հենց այդ ժամանակ նա որոշում կայացրեց։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց համալսարանական ընկերուհուն Բեատրիսին, ով աշխատում էր մի հասարակական կազմակերպությունում, որն աջակցում էր խոցելի վիճակում գտնվող հղի կանանց։ Նրանք հեռացել էին միմյանցից վերջին տարիներին, կյանքերը տարբեր ուղիներով էին գնացել, բայց Մարինան զգաց, որ ժամանակն է վերականգնել կապը։ Բեատրիսը զարմացած ուրախ պատասխանեց։ Երկուսը խոսեցին ավելի քան 1 ժամ, թարմացնելով միմյանց կյանքեր։ Մարինան պատմեց հղիության մասին, մոտալուտ ամուսնալուծության մասին, այն մասին, թե ինչպես էր իրեն կորած զգում։ Բեատրիսը, միշտ գործնական հյուրընկալ, առաջարկեց Մարինային այցելել ՀԿ-ն, ծանոթանալ իրենց աշխատանքին, գուցե նույնիսկ կամավոր դառնալ, երբ երեխան ծնվի։ Կսիրեի դա, ասաց Մարինան, հասկացավ, որ դա ճիշտ էր։ Առաջին անգամ երկար ժամանակից ի վեր նա ոգորություն զգաց իր սեփական կյանքից բացի այլ բանի համար։ Մինչ Մարինան սկսում էր նպատակ գտնել, Յասմինն ապրում էր իր ամենավատ մղձավանջը։ Հեռացված աշխատանքից Հայաստանի կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վերահսկողության բաժնի հետաքննության տակ իր հեղինակությունը քանդված նա իրեն լիովին մենակ գտավ։ Մարդիկ, ում նա կարծում էր ընկերներ, անհետացան։ Միջոցառումների հրավերները դադարեցին գալ։ Նրա հեռախոսը, որը նախկինում միշտ զանգում էր բիզնես առաջարկներով, սոցիալական հրավերներով, լուռ էր։ Ռուբենը, իհարկե, նույնպես հեռացավ։ Երբ սկանդալը պայթեց, նա հայտարարություն տարածեց, ասելով, որ Յասմինը խաբել է իրեն, որ ինքը տեղյակ չի եղել նրա անօրինական գործով։ Ունեությունից, որ ինքը համագործակցում է հետաքննությունների հետ։ Դա հրապարակային դաժան դավաճանություն էր։ Յասմինը փորձեց կապվել նրա հետ, ուղարկեց տասնյակ հաղորդագրություններ, բազմիցս զանգահարեց։ Նա արգելափակեց նրա համարը։ Երեքշաբթի երեկոյան, հիվանդանոցի միջադեպից 3 շաբաթ անց, Յասմինը վերջապես որոշեց գործել։ Նա չէր կարող պարզապես ընդունել այդ ճակատագիրը։ Ոչ այն ամենից հետո, ինչի համար նա պայքարել էր կառուցելու։ Պետք է լիներ մի միջոց, իրավիճակը շրջելու, կորցրածը վերականգնելու համար։ Յասմինը գնաց Ավան թաղամասի մի փոքր բնակարան, որը գաղտնի էր պահում, մի վայր, որտեղ նա պահում էր կարևոր փաստաթղթեր, որոշ անձնական իրեր, որոնք չէր ուզում, որ ոչ ոք իմանար, որ գոյություն ունեն։ Այդ փաստաթղթերի մեջ կար մի շագանակագույն ծրար, Ռուբենի մասին տեղեկություններով։ Բաներ, որոնք նա հայտնաբերել էր այն ժամանակ, երբ նրանք միասին էին աշխատում։ Անկանոնություններ, որոնք նա կատարել էր, կասկածելի պայմանագրեր, չհայտարարագրված վճարումներ։ Յասմինը պահել էր դա որպես ապահովագրություն, եթե մի օր պաշտպանության կարի կլիներ։ Եվ հիմա, կարծես թե այդ օրը եկել էր։ Նա զանգահարեց Ռուբենին նոր համարից, որը նա չէր արգելափակել։ Երբ նա պատասխանեց, նրա ձայնը սառն էր, զայրացած։ Ինչ ես ուզում, Յասմին։ Ուզում եմ խոսել։ Անձամբ։ Վաղը, Արմենիա Մարիոթ հյուրանոցի սրճարանում, ժամը 3-ին։ Եթե չհայտնվես, ես որոշ փաստաթղթեր, որոնք ունեմ, կտանեմ հարկային տեսչություն Հայաստանի կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վերահսկողության բաժին։ Փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ դու այնքան անմեղ չես, որքան ծածնում ես։ Հեռախոսի մյուս կողմում լռություն տիրեց։ Ապա Ռուբենն ասաց, ձայնը լարված. Ես այնտեղ կլինեմ։ Հաջորդ օրը Յասմինը հյուրանոց հասավ 15 րոպե շուտ։ Նա ընտրեց մի զուսպ սեղան սրճարանի անկյունում, որտեղ նրանք կարող էին խոսել առանց շատ նկատվելու։ Երբ Ռուբենը հասավ, նա հոգնած էր թվում, ավելի ծեր, քան իր 37 տարեկանը։ Նա նստեց, առանց նրան ողջունելու։ Դու ինչ շանտաժի ես ենթարկում, հարցրեց նա ուղղակիորեն։ Յասմինը տխուր ժպտաց։ Շանտաժը ուժեղ բառ է։ Ես նախընտրում եմ դա անվանել բանակցություն։ Դու ինձ գայլերիմ ոտ նետեցիր, Ռուբեն։ Դու ամբողջ մեղքը հրապարակայնորեն վերցրիր քեզ վրա, ինձ զոհ դարձրիր քո սեփական կաշին փրկելու համար։ Բայց մենք երկուսս էլ գիտենք, որ դու ամեն ինչ գիտեիր։ Դու նույնիսկ խրախուսում էիր ինձ որոշ ներդրումներում։ Դու իմ հանցակիցն էիր, ոչ թե իմ զոհը։ Ռուբենը շուրջը նայեց, համոզվելու համար, որ ոչ ոք չի լսում։ Նույնիսկ եթե դա ճիշտ լիներ, ես չեմ ասում, որ ճիշտ է, դու չես կարող ապացուցել։ Յասմինը պայուսակից մի թղթապանակ հանեց դրեց սեղանին։ Այո, ունեմ։ Էլեկտրոնային նամակներ, խոսակցությունների ձայնագրություններ, բանկային գործարքներ։ Ամեն ինչ այստեղ է։
Եթե այս տեղեկությունները հասնեն իշխանություններին, դու կմեղադրվես ինձ հետ միասին։ Քո կարիերան կավարտվի։ Քո հեղինակությունը կոչնչացվի։ Եվ դու նույնիսկ կարող ես բանտ ընկնել։ Ռուբենի դեմքը գունատվեց։ Ինչ ես ուզում։ Ես ուզում եմ, որ դու հրապարակայնորեն ընդունես, որ ես միայնակ չեմ գործել։ Ես ուզում եմ, որ դու ստանձնես քո պատասխանատվության բաժինը։ Եվ ես ուզում եմ ֆինանսական փոխհատուցում, որը թույլ կտա ինձ նոր կյանք սկսել այլ վայրու։ 2 միլիոն դրամ։ Դա ավելի քիչ է, քան դու մեկ տարում ես ծախսում։ Ինձ համար դա նշանակում է գոյատելու լիովին խորտակվելու միջ տարբերությունը։ Ռուբենը երկար պահ լուռ մնաց, մշակելով իրավիճակը։ Վերջապես նա ասաց. Եթե ես դա անեմ, եթե ես ընդունեմ իմ ներգրավվածությունը, ես կկորցնեմ ամեն ինչ։ Յասմինը առաջ թեքվեց։ Դու արդեն կորցրել ես Մարինային։ Դու արդեն կորցրել ես աներահոր վստահությունը։ Քո հեղինակությունը արդեն վնասված է։ Տարբերությունն այն է, որ եթե դու համագործակցես ինձ հետ, գոնե կպահպանես քո ազատությունը։ Հակառակ դեպքում, ես կապահովեմ, որ մենք միասին խորտակվենք։ Ռուբենը նայեց սեղանին դրված թղթապանակին, ապա Յասմինին։ Նա նրա մեջ այլս չէր տեսնում այն գայթակղիչ վստահ կնոջը, ում ճանաչել էր, այլ հուսահատ մեկին, ով պայքարում էր գոյատելու համար։ Եվ նա նրա մեջ ճանաչեց իր սեփական արտացոլումը։ Կմտածեմ, ասաց նա վերջապես, բարձրանալով։ Դու 48 ժամ ունես, պատասխանեց Յասմինը։ Դրանից հետո ես իմ սեփական որոշումները կկայացնեմ։ Ռուբենը դուրս եկավ սրճարանից, առանց հետ նայելու։ Սմինը մի քանի րոպես մնաց այնտեղ, պատուհանից նայելով քաղաքին, որը մի ժամանակ իր նվաճումն էր, իսկ հիմա թվում էր մարտադաշտ, որտեղ նա պարտվում էր։ Մինչդեռ Էդուարդ Ալեքսանյանի գրասենյակի հանդիպումների սենյակում կարևոր հանդիպում էր տեղի ունենում։ Ներկա էին Էդուարդը, նրա փաստաբան դոկտոր Քարամյանը, երկու մասնավոր հետախույզ լրագրող Մարկոս Վարդանյանը։ Սեղանին ավելի շատ փաստաթղթեր կային, ավելի շատ ապացույցներ, ավելի շատ բացահայտումներ Յասմինի նա Ռուբենի մասին։ Մենք բավարար նյութ ունենք երկուսի դեմ քրեական գործեր հարուցելու համար, ասաց դոկտոր Քարամյանը, կարգի բերելով ակնոցները, վերանայելով թղթերը։ Յասմինին ֆինանսական հանցագործությունների համար, Ռուբենին հանցակցության հարկերից խուսափելու համար։ Եթե մենք այս ամենը ներկայացնենք իրավասու մարմիններին, երկուսն էլ կարող են տարիներով դատական գործերի բախվել։ Էդուարդը գլխով արեց։ Ես միայն դատական գործեր չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ նրանք վճարեն այն բանի համար, ինչ արեցին Մարինայի հետ։ Ես ուզում եմ, որ նրանք զգան այն ցավի մի մասը, որը պատճառեց։ Մարկոս Վարդանյանը, ով մինչ այդ լուռ էր, խոսեց. Էդուարդ, դու արդեն շատ բանի հասել ես։ Յասմինը մասնագիտորեն ոչնչացված է։ Ռուբենը մեկուսացված է։ Մարինան ապահով է շուտով երեխա կունենա։ Գուցե ժամանակն է թույլ տալ, որ արդարադատությունը գնա իր հունով, առանց հետագա միջամտությունների։ Էդուարդը լրագրողին նայեց այն ինտենսիվությամբ, որը մարդկանց ստիպում էր կծկվել։ Դու ինձ ասում ես կանգ առնել։ Ես ասում եմ մտածել Մարինայի մասին։ Նա մի քանի շաբաթից մայր կդառնա։ Արդյոք նա ուզում է, որ իր որդին մեծանա անվերջ դատական պատերազմի մեջ։ Արդյոք նա ուզում է, որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը Google-ում որոնի նրա անունը, սկանդալներ դատական գործեր գտնի։ Մարկոսի խոսքերը արձագանքեցին Էդուարդի մտքում։ Նա ատում էր ընդունելը, բայց լրագրողը ճիշտ էր։ Մարինան խնդրել էր, որ ամեն ինչ արվի ճիշտ կերպով, արդարությամբ, ոչ թե վրեժխնդրությամբ։ Եվ Էդուարդը դա խոստացել էր նրան։ Գուցե ժամանակն էր կատարել այդ խոստումը։ Լավ, ասաց Էդուարդը վերջապես։ Մենք կհանձնենք մեր ունեցած բոլոր նյութերը իրավասու մարմիններին թույլ կտան, որ նրանք կատարեն իրենց աշխատանքը։ Բայց ես ուզում եմ ուշադիր հետել։ Եվ եթե որե պահի Ռուբենը կամ Յասմինը փորձեն սպառնալ կամ վնասել Մարինային որե կերպ, բոլոր քարտերը նորից սեղանին կլինեն։ Տղամարդիկ լուռ գլխով արեցին, ճանաչելով, որ դա ամենախելամիտ որոշումն էր։ Հանդիպումը շուտով ավարտվեց, յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով, իր պարտականություններով։ Էդուարդը մի քանի րոպե մենակ մնաց իր գրասենյակում, պատուհանից նայելով երան քաղաքին, որը ձգվում էր մինչ հայացքի հասանելիությունը։
Նա կառուցել էր իր կայսրությունը այդ քաղաքում, հաղթել էր անհնարին թվացող մարտերում, հորից ժառանգած փոքր բրոքերային ընկերությունը վերածել էր երկրի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկի։ Բայց այս ամենը այնքան կարևոր չէր, որքան Մարինայի երջանկությունը։ Նա նրա միակ իսկական ժառանգն էր, ոչ թե նյութական իմաստով, այլ այն իմաստով, որ նա իր կյանքի միակ բանն էր, որն իսկապես արժեք ուներ։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Մարինային։ Երբ նա պատասխանեց, նրա ձայնը աշխույժ էր հնչում, մի բան, որ Էդուարդը շաբաթներ շարունակ չէր լսել։ Հայրիկ, դու չես հավատա։ Այսօր այցելեցի այն ՀԿ-ն, որի մասին քեզ պատմել էի, որտեղ Բեատրիսն է աշխատում։ Դա հրաշալի վայր է։ Նրանք օգնում են ռիսկի տակ գտնվող հղի կանանց, անվճար բժշկական խնամք են առաջարկում, մայրությանը նախապատրաստվելու դասընթացներ են անցկացնում, հոգեբանական աջակցություն են տրամադրում։ Եվ գիտես, թե էլ ինչ։ Նրանք նվիրատվությունների հավաքագրման նախագիծ ունեն, ես մի գաղափար ունեցա։ Ինչպես կլինի, եթե ես բարեգործական միջոցառում կազմակերպեմ։ Կարող էի օգտագործել ընտանիքի կապերը, գործարարներին հրավիրել, աճուրդ կազմակերպել։ Դա կլիներ մի միջոց, օգնելու այնքան շատ կանանց, ովքեր անցնում են նույն իրավիճակով, ինչ ես, բայց առանց այն ռեսուրսների, որոնք ես ունեմ։ Էդուարդը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում հուզմունքից։ Դա Մարինան էր, ում նա ճանաչում էր, առատաձեռն աղջիկը, ով մեծացել էր, տեսնելով հորը սոցիալական աշխատանք կատարելիս Ալեքսանյան հիմնադրամի միջոցով, ով միշտ ցանկացել էր իր մասնակցությունն ունենալ։ Ռուբենի հետ ամուսնությունը մի փոքր մարել էր այդ լույսը, բայց հիմա այն վերադառնում էր։ Հրաշալի գաղափար եմ համարում, սիրելիս։ Հույսը դրիր ինձ վրա, ինչի կարիք ունես։ Ես կարող եմ օգնել կապերի, կազմակերպման, ամեն ինչի հետ։ Շնորհակալություն, հայրիկ։ Դա շատ բան է նշանակում ինձ համար։ Ես զգում եմ, որ վերջապես գտել եմ մի բան, որը ինձ օգտակար է զգում, գիտես։ Ես այլս չեմ ուզում լինել պարզապես Էդուարդ Ալեքսանյանի դուստրը կամ Ռուբեն Սարգսյանի նախկին կինը։ Ես ուզում եմ լինել այն Մարինան, ով փոփոխություն է բերում մարդկանց կյանքում։ Անջատելուց հետո Էդուարդը ժպտաց։ Առաջին անգամ շաբաթների ընթացքում նա զգաց, որ գուցե ամեն ինչ ճիշտ տեղն է ընկնում։ Մարինան գտնում էր իր ճանապարհը, Գաբրիելը շուտով կծնվեր ավելի առողջ միջավայրում, արդարադատությունը կգնար իր հունով Յասմինի Ռուբենի հետ։ Դա վրեժխնդրություն չէր։ Դա հետանք էր։ Եվ այդ երկուսի մեջ կար կարևոր տարբերություն։ Նույն գիշեր, Ավան թաղամասի իր դատարկ բնակարանում, Յասմինը որոշում կայացրեց։ Նա նայեց Ռուբենի մասին վտանգավոր փաստաթղթերով թղթապանակին հասկացավ, որ դրանք օգտագործելը ոչինչ չի լուծի։ Գուցե դա կոչնչաց ներ Ռուբենին, բայց չէր փրկի իրեն։ Իրականում դա միայն ավելի կխորացներ նրան, քանի որ կապացուցեր, որ նա ի վիճակի էր ամեն ինչի, երբ անկյուն էր մղված։ Եվ Յասմինը հոգնել էր պայքարելուց։ Հոգնել էր ձացնելուց։ Հոգնել էր ստերի վրա կառուցված կյանքի բեռը կրելուց։ Նա վերցրեց թղթապանակը, գնաց խոհանոց, վառեց վառարանը, այրեց ամեն ինչ։ Նա տեսավ, թե ինչպես են թղթերը մոխիր դառնում, իրենց հետ տանելով իր վերջին խաղաթղթերը։ Երբ նա ավարտեց, ինչ-որ տարօրինակ բան զգաց։ Դա ոչ թե թեթացում էր, ոչ թե խաղաղություն։ Դա պարզապես մի հսկայական դատարկություն էր, որտեղ նախկինում հավակնություն զայրույթ կար։ Առաջին անգամ տարիներ շարունակ Յասմինը մտածեց այն աղջկա մասին, ով ինքն էր եղել։ Յասմին Պետրոսյան Սարգսյան։ Աղջիկը, ով քնում էր ապաստարաններում, ով սովորում էր մոմի լույսի տակ, երբ հոսանք չկար, ով երազում էր այլ կյանքի մասին։ Երբ նա կարողացել էր ընդունվել Երանի պետական համալսարան, երբ փոխել էր իր անունը, երբ սկսել էր կառուցել այդ նոր ինքնությունը, նա հավատում էր, որ ինքը դառնում է ավելի լավը։ Բայց հիմա նա հասկաց, որ պարզապես դարձել էր ուրիշ մեկը։ Ոչ ավելի լավը։ Պարզապես ուրիշ։ Եվ գուցե այդ գործընթացում նա կորցրել էր իր մասերը, որոնք արժեր պահել։ Յասմինը որոշեց, որ ժամանակն է դադարեցնել փախուստը։ Նա լիովին կհամագործակցեր հետաքննությունների հետ։ Նա կընդուներ իր մեղքերը։ Նա կընդուներ հետանքները։ Եվ հետո, եթե դեռ կյանքը վերակառուցելու որևէ հնարավորություն լիներ, նա դա կաներ ազնվորեն։ Այլս ստեր չկան։ Այլս դիմակներ չկան։ Միայն ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լիներ։
Հիվանդանոցի միջադեպից 6 շաբաթ անց դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Մարինան առավոտյան ժամը 5-ին արթնացավ գոտկատեղի սուր ցավով։ Մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե ինչ էր կատարվում։ Կծկումները։ Գաբրիելը ճանապարհին էր։ Հանգիստ զանգահարեց հորը, դոկտոր Մարտիրոսյանին Բեատրիսին, ով առաջարկել էր ուղեկցել իրեն ծննդաբերության ժամանակ։ Ռուբենին չզանգահարեց։ Ամուսնալուծության փաստաթղթերը դեռ մշակվում էին, բայց նրանք հազիվ էին խոսում։ Ռուբենը մի քանի անգամ փորձել էր վերամիավորվել, հաղորդագրություններ ուղարկելով, հարցնել։ Ով հղիության մասին, օգնություն առաջարկելով։ Մարինան պատասխանում էր միայն անհրաժեշտը, պահպանելով քաղաքավարի, բայց ամուր հեռավորություն։ Նա որոշել էր, որ Գաբրիելը կճանաչի իր հորը, բայց նրանց որպես զույգ ժամանակը վերջնականապես ավարտվել էր։ Ծննդաբերությունը երկար ու հոգնեցուցիչ էր, բայց առանց բարդությունների։ Այդ արոտ շաբաթ օրվա կեսօրին ծնվեց Գաբրիել Սարգսյան Ալեքսանյանը։ 3 կիլոգրամ 400 գրամ, 50 սանտիմետր, ուժեղ թոքեր, որոնք հայտարարեցին նրա աշխարհ գալը եռանդուն լացով։ Երբ բուժքույրը երեխային դրեց Մարինայի ձեռքերին, նա զգաց մի բան, որը երբեք չէր զգացել նախկինում։ Այնքան ուժեղ, այնքան բացարձակ սեր, որ մնացած ամեն ինչ աննշան թվաց։ Բոլոր ցավերը, բոլոր հիասթափությունները, բոլոր վախերը լուծվեցին այդ պահին։ Գաբրիելը կատարյալ էր։ Եվ նա իրենն էր։ Էդուարդը հիվանդանոցի սենյակ մտավ կես ժամ անց, երբ նա առաջին անգամ տեսավ Թորանը, այն մարդը, ով առերեսվել էր նախագահների հետ, ով բանակցել էր աշխարհի միլիարդատերերի հետ, ով երբեք թուլություն չէր ցուցաբերում, լացեց։ Նա զգուշորեն վերցրեց կ. Աբրիելին, կարծես տիեզերքի ամենաթանկ գանձն էր պահում, նայեց Թորան աչքերին այն քնքշությամբ, որը Մարինան հազվադեպ էր տեսնում նրա մեջ։ Բարի գալուստ աշխարհ, փոքրիկ Գաբրիել։ Դու չես պատկերացնում, թե որքան էին քեզ սպասում։ Մարինան Ռուբենին տեղեկացրեց ծննդյան մասին պարզ հաղորդագրությամբ։ Գաբրիելը ծնվեց կեսօրին ժամը 2-ին։ 3 կիլոգրամ 400 գրամ։ Ամեն ինչ լավ է նրա ինձ հետ։ Երբ պատրաստ լինես նրան հանդիպելու, տեղյակ պահիր ինձ։ Ռուբենը գրեթե անմիջապես պատասխանեց, ասելով, որ ուզում է գալ նույն օրը։ Մարինան համաձայնեց, բայց խնդրեց, որ նա գա այցելության ժամերից հետո, երբ ոչ ոք այլս մոտակայքում չլինի։ Երբ Ռուբենը երեկոյան ժամը 8-ին մտավ սենյակ, Մարինան նկատեց, թե որքան տարբեր էր նա թվում։ Ավելի նիհար, արտահայտված աչքերի տակով, մազերը թեթակի խառնված։ Նա նայեց մահճակալին, որտեղ Գաբրիելը քնած էր, կանգնած մնաց դռան մոտ, կարծես չգիտեր, կարող է մոտենալ, թե ոչ։ Կարող ես գալ, Մարինան նրբորեն ասաց։ Նա քո որդին է։ Ռուբենը դանդաղ քայլեց մինչ մահճակալը նայեց Գաբրիելին։ Նրա դեմքը փոխվեց, անցնելով հույզերի հաջորդականությունից, որոնք Մարինան կարողացավ ճանաչել, հիացմունք, վախ, մեղք, սեր։ Նա ձեռքը մեկնեց նրբորեն դիպավ երեխայի մատներին, որոնք բնազդական ռեֆլեքսով փակվեցին իր մատի շուրջ։ Նա կատարյալ է, շշնջաց Ռուբենը, ձայնը խեղդված։ Այո, Մարինան համաձայնեց։ Նա է։ Մարինա, ես, Ռուբենը սկսեց, բայց նա ընդհատեց նրան։ Ոչ հիմա։ Այսօր նրա մասին է։ Ոչ մեր մասին, ոչ այն մասին, թե ինչ պատահեց։ Միայն Գաբրիելի մասին։ Դու կարող ես ճանաչել քո որդուն, կարող ես ներկա լինել նրա կյանքում։ Բայց ես դու։ Դա ավարտվեց, Ռուբեն։ Եվ դու դա գիտես։ Ռուբենը դանդաղ գլխով արեց, սրբելով իր դեմքից հոսող արցունքը։ Ես գիտեմ։ Եվ ես ցավում եմ։ Ցավում եմ ամեն ինչի համար։ Այն բանի համար, որ վախկոտ էի։ Այն բանի համար, որ սխալ ճանապարհ ընտրեցի։ Այն բանի համար, որ քո կողքին չէի, երբ դու ամենից շատ էիր կարիք ունենում։ Ես ներում չեմ սպասում։ Պարզապես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես խորապես զղջում եմ։ Մարինան նայեց նրան, առաջին անգամ ամիսների ընթացքում նա զայրույթ չզգաց։ Միայն մի հանգիստ տխրություն։ Կորցրած հնարավորության համար, այն բանի համար, ինչ կարող էր լինել, բայց երբեք չէր լինի։ Ռուբեն, դու կլինես Գաբրիելի հայրը։ Դա մեծ պատասխանատվություն է։ Ես ուզում եմ, որ դու ներկա լինես, բայց առողջ կերպով։ Գաբրիելին պետք կլինի մի հայր, ով օրինակ կլինի, ով ազնիվ կլինի, ով ուժեղ կլինի։
Եթե դու կարողանաս լինել այդ մարդը, հրաշալի է։ Եթե չկարողանաս, ապա ավելի լավ է հեռու մնալ, քան ապագայում ավելի շատ ցավ պատճառել։ Կփորձեմ, ասաց Ռուբենը։ Կփորձեմ ավելի լավը լինել։ Նրա համար։ Եվ, եթե դու ինձ թույլ տաս, նա քո համար։ Մարինան չպատասխանեց։ Նա պարզապես նայեց Գաբրիելին, ով հանգիստ քնած էր, անտեղյակ իր շուրջը գտնվող մեծահասակների բարդություններից։ Ռուբենը մնաց մի քանի րոպե, ապա հրաժեշտ տվեց հեռացավ։ Երբ դուռը փակվեց, Մարինան խորը հոգոց հանեց։ Այդ գլուխը վերջապես փակվել էր։ Հիմա սկսվում էր նորը, նա վճռական էր այն այլ կերպ գրել։ Հաջորդող ամիսները լարված էին Մարինայի համար։ Հարմարվել մայրությանը, սովորել հաղթահարել անքուն գիշերները, մշտական կասկածները, այն վախը, որ ամեն ինչ ճիշտ չի անում։ Դա։ Իսկ դրանք նա հրաշալի հայտնագործությունների ամիսներ էին։ Գաբրիելի առաջին ժպիտը, այնպես, ինչպես նա բռնում էր իր մատը, ինչպես նրա աչքերը լուսավորվում էին, երբ նրան տեսնում էր։ Մարինան իր ներսում ուժ գտավ, որի գոյության մասին չգիտեր։ Նա վերադարձավ աշխատանքի Բեատրիսի ՀԿ-ի հետ, հիմա որպես նոր նախագծի համակարգող, որը ինքն էր մտաղացել։ Դա մենթորության ծրագիր էր, որտեղ կանայք, ովքեր դժվար հղիություններ էին անցել, հուզական գործնական աջակցություն էին առաջարկում նմանատիպ իրավիճակներում գտնվող այլ հղի կանանց։ Մարինան օգտագործեց իր սեփական փորձը, իր ցավը նպատակի վերածելով։ Եվ դա աշխատեց։ Մի քանի ամսվա ընթացքում ծրագիրն օգնում էր տասնյակ կանանց։ Էդուարդը հպարտությամբ դիտում էր դստեր փոխակերպումը։ Մարինան այլս այն պասիվ աղջիկը չէր, ով ամեն ինչ ընդունում էր առանց հարցերի։ Նա գտել էր իր ձայնը, իր ուժը, իր տեղը աշխարհում։ Եվ նա Գաբրիելին մեծացնում էր որպես մի տղա, ով հասկանում էր ոչ միայն արտոնությունները, այլ սոցիալական պատասխանատվությունը։ Ինչ վերաբերում է Ռուբենին, նա փորձում էր կատարել իր խոստումը՝ լինել ներկա հայր։ Նա շաբաթական 2 անգամ այցելում էր Գաբրիելին, հանգստյան օրերն անցկացնում նրա հետ, երբ երեխան մեծանում էր։ Նա Մարինան պահպանում էին քաղաքավարի հարաբերություններ, կենտրոնացած բացառապես որդու բարեկեցության վրա։ Ամուսնալուծությունը ավարտվեց առանց մեծ դրամաների, արդար համաձայնությամբ ալիմենտի այցելության իրավունքների վերաբերյալ։ Ռուբենը ստիպված էր վաճառել իր կառավարման ընկերությունը այն բանից հետո, երբ հետաքննությունները բացահայտեցին ավելի շատ անկանոնություններ։ Նրա անունը արատավորվեց Երանի ֆինանսական շուկայում, բայց նա կարողացավ նորից սկսել այլ ոլորտում, աշխատելով ռազմավարական խորհրդատվության ոլորտում։ Նա այլս չուներ նախկին փայլը, բայց նա ոչնչացված չէր։ Պարզապես տարբեր։ Ավելի խոնարհ, գուցե նույնիսկ ավելի մարդկային։ Յասմին Հովհաննիսյանը անհետացավ Երանից։ Բոլոր հետաքննություններին համագործակցելուց հետո նա վարչական գործի ենթարկվեց, որն արգելեց նրան 5 տարի աշխատել ֆինանսական շուկայում։ Նա ընդունեց պատիժը, առանց բողոքարկելու։ Վաճառեց իր բնակարանը, իր դիզայն։ Ներական հագուստները, այն ամենը, ինչ նա կուտակել էր տարիների ընթացքում։ Գումարով նա մարեց որոշ պարտքեր, ապա պարզապես հեռացավ քաղաքից։ Ոմանք ասում են, որ նա վերադարձել է Էրեբունի, իր այն ծագման մոտ, որը փորձել էր ջնջել։ Մյուսներն ասում են, որ նա գնացել է գյուղ, մի փոքր քաղաք, որտեղ ոչ ոք նրան չէր ճանաչում։ Մարինան երբեք չփորձեց պարզել։ Յասմինը անցյալի ուրվական էր, որը նա նախընտրում էր թողնել այնտեղ։ Դա մի շաբաթ օրվա կեսօր էր, երբ Գաբրիելը դառնում էր 1.5 տարեկան, որ Մարինան կազմակերպեց այն բարեգործական միջոցառումը, որը նա պլանավորել էր։ Դա Վիլա Ռիկա ամառանոցում էր, նույն տեղում, որտեղ նա Ռուբենը ամուսնացել էին։ Բայց այս անգամ միջոցառումը լիովին այլ նպատակ ուներ։ Դա բարեգործական աճուրդ էր, ՀԿ-ի համար միջոցներ հավաքելու համար։ Մարինան հրավիրեց Երանի ողջ էլիտային գործարարներին, արվեստագետներին, քաղաքական գործիչներին։ Եվ գրեթե բոլորը ներկա էին ոչ միայն գործի համար, այլ որովհետև Մարինան դարձել էր հարգված անձնավորություն։ Նա այլս պարզապես Էդուարդ Ալեքսանյանի դուստրը չէր։ Նա Մարին Ասարկսյան Ալեքսանյանն էր, կինը, ով ողբերգությունը նպատակի էր վերածել, ով իրական փոփոխություն էր բերում հարյուրավոր կանանց կյանքում։ Միջոցառումը բացարձակ հաջողություն էր։ Մեկ գիշերվա ընթացքում հավաքվեց ավելի քան 2 միլիոն դրամ։ Մամուլը լայնորեն լուսաբանեց, կենտրոնանալով ոչ թե սկանդալի կամ դրամայի վրա, այլ գործի կատարվող սոցիալական աշխատանքի վրա։
Մարինան հարցազրույցներ տվեց, կրկոտ խոսեց խոցելի հղի կանանց աջակցելու կարողության մասին, այն մասին, թե ինչպես էր մայրությունը փոխակերպել իրեն։ Եվ երբ լրագրողները անխուսափելիորեն հարցնում էին անցյալի ամուսնալուծության սկանդալների մասին, նա էլեգանտությամբ ամրությամբ պատասխանում էր, որ դա մի պատմության մաս էր, որն արդեն պատմվել էր, որ հիմա նա կենտրոնացած էր ապագան կառուցելու վրա։ Այդ գիշեր, երբ բոլորը հեռացան, Մարինան մենակ մնաց ամառանոցի գլխավոր շենքի պատշգամբում, նայելով աստղերին։ Գաբրիելը հանգիստ քնած էր հարան սենյակում, դայակի հսկողության տակ։ Էդուարդը վերադարձել էր երան, բայց ոչ առանց դստերը գրկելու ասելու, թե որքան հպարտ էր նրանով։ Մարինան մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին 2 տարիներին։ Ամուսնությունը, որն ավարտվել էր։ Հիվանդանոցի միջադեպը, որը գրեթե Գաբրիելի կյանքն արժեցավ։ Դատական պատերազմը։ Բացահայտումները։ Ցավերը, հաղթահարումները։ Եվ հասկացավ, որ ինչ-որ տարօրինակ ցավալի կերպով այդ ամենը անհրաժեշտ էր։ Դա այն կրակն էր, որը ձավորեց այն կնոջը, ով նա դարձել էր։ Նա այլս այն Մարինան չէր, ով հավատում էր հեքիաթներին։ Բայց նա դառը կամ անհավատ չէր։ Նա պարզապես ավելի իրական էր։ Նա հասկանում էր, որ կյանքը չի հետում սցենարներին, որ մարդիկ բարդ են, որ սերը կարող է ավարտվել, բայց նոր սերեր կարող են ծագել։ Եվ որ իր կյանքի ամենամեծ սիրո պատմությունը, համենայն դեպս առայժմ, իր որդու հետ էր։ Հենց այդ ժամանակ նա իր կողքին մի ներկայություն զգաց։ Շրջվեց, տեսավ Դանիել Մուրադյանին, մի բժշկի, ով կամավոր աշխատում էր ՀԿ-ում։ Նրանք մոտեցել էին միմյանց վերջին ամիսներին, սկզբում մասնագիտորեն, ապա որպես ընկերներ։ Դանիելը բարի էր, խելացի, ուներ հումորի զգացում, որը Մարինային իսկապես ծիծաղեցնում էր։ Նա ամուսնալուծված էր, ուներ 5 տարեկան դուստր, հասկանում էր նորից սկսելու բարդությունները։ Ես եկել էի ստուգելու, թե արդյոք լավ ես, ասաց Դանիելը ժպիտով։ Հրաշալի երեկո էր։ Դու պետք է հպարտ լինես։ Ես եմ, Մարինան պատասխանեց։ Բայց նա հոգնած եմ։ Շատ աշխատանք է ցավը արդյունավետ բանի վերածելը։ Դանիելը մի պահ լուռ մնաց, ապա ասաց. Բայց արժե։ Դու իրական փոփոխություն ես բերում։ Անցյալ շաբաթ ծրագրի կանանցից մեկն ինձ ասաց, որ դու փրկել ես նրա կյանքը։ Ոչ բառացիորեն, բայց հուզականորեն։ Նա պատրաստվում էր հանձնվել ամեն ինչից, ապա դու հայտնվեցիր, պատմեցիր քո պատմությունը, ցույց տվեցիր, որ հնարավոր է հաղթահարել։ Դա հզոր է, Մարինա։ Մարինան զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Դրանք լավ արցունքներ էին երախտագիտության, ճանաչման։ Շնորհակալություն դա ասելու համար։ Երբեմն ես կասկածում եմ, թե արդյոք ճիշտ բան եմ անում, արդյոք լավ մայր եմ, լավ դուստր, այս նախագծի լավ ղեկավար։ Ամեն ինչ այնքան նոր է։ Դանիելը մեկ քայլ մոտեցավ։ Դու այդ ամենն ես ավելին։ Եվ գիտես, թե էլ ինչ։ Դու քաջ ես։ Այն ամե։ Նից հետո ինչ անցել ես, կարող էիր փակվել, կարող էիր դառնալ դառը։ Բայց ընտրեցիր աճել։ Ընտրեցիր օգնել։ Ընտրեցիր ապրել։ Դա հիացմունքի արժանի է։ Մարինան նայեց նրա աչքերին այնտեղ ինչ-որ բան տեսավ, որը ստիպեց նրան ժպտալ։ Դա հնարավորություն էր։ Ոչ խոստում, ոչ երաշխիք։ Պարզապես հնարավորություն։ Եվ գուցե, առայժմ, դա բավարար էր։ Հաջորդող ամիսներն ավելի շատ փոփոխություններ բերեցին։ Մարինան Դանիելը սկսեցին ավելի հաճախ հանդիպել։ Հանգիստ ընթրիքներ, զբոսանքներ այգում երեխաների հետ, երկար զրույցներ երազանքների վախերի մասին։ Դա հեքիաթային սիրավեպ չէր։ Դա իրական էր, անկատար, բայց անկեղծ։ Եվ Մարինային դա դուր էր գալիս։ Նրան դուր էր գալիս չշտապելը, թույլ տալը, որ իրերը բնականon հունով ընթանան։ Գաբրիելը արագ էր մեծանում, մի հետաքրքրասեր ուրախ տղա, ով սիրում էր գրքեր, բացօթյա խաղեր։ Ռուբենը շարունակում էր ներկա լինել, Մարինան ընդունում էր, որ չնայած ամեն ինչին, նա փորձում էր լինել լավ հայր։ Նա խաղաղության էր հասել իր նախկին ամուսնու հետ կապված։ Նրանք ընկերներ չէին, հավանաբար երբեք չէին լինի, բայց նրանք փոխադարձ հարգանք ընդհանուր նպատակ ունեին՝ Գաբրիելի բարեկեցությունը։ Էդուարդը իր հերթին դարձել էր լիովին սիրահարված պապիկ։ Նա ամբողջ կեսօրերն անցկացնում էր Գաբրիելի հետ, թոռանը տանում էր ընկերության գլխավոր գրասենյակ, պատմում էր պատմություններ, երբ Մարինան փոքր էր։
Նա 65 տարեկանում սովորում էր, որ հաջողությունը չի չափվում միայն թվերով, բիզնես նվաճումներով, այլ պարզ պահերով, ինչպիսին է թորան ժպիտը տեսնելը։ Դա սեպտեմբերյան մի սովորական օր էր, հիվանդանոցի միջադեպից գրեթե 2 տարի անց, երբ Մարինան նամակ ստացավ։ Այն ուղարկող չուներ, միայն նրա անունը ձեռքով գրված էր նուրբ ձեռագրով։ Նա բացեց հետաքրքրությամբ, գտավ մեկ թուղթ։ Մարինա, սկսվում էր նամակը։ Ես գիտեմ, որ քեզ գրելու իրավունք չունեմ։ Ես գիտեմ, որ հսկայական ցավ եմ պատճառել, ոչինչ, ինչ ես կասեմ, դա չի փոխի։ Բայց զգում եմ, որ պետք է փորձեմ ինչ-որ բաներ ասել։ Նախ, ներողություն եմ խնդրում։ Իսկապես, սրտիս խորքից։ Իմ արածը աններելի էր։ Ես թույլ տվեցի, որ իմ անապահովությունները, իմ անցյալը, հաստատման իմ կարիքը։ Ինձ դաժան մեկի վերածեն։ Դու դրան արժանի չէիր։ Ոչ ոք արժանի չէ։ Երկրորդ, ուզում եմ, որ դու իմանաս, որ ես փորձում եմ փոխվել։ Ես վերադարձել եմ քոլեջ, թերապիա եմ անցնում, սովորում եմ առողջ կերպով հաղթահարել իմ դերին։ Ես ներում չեմ խնդրում, քանի որ գիտեմ, որ որոշ բաներ աններելի են։ Պարզապես ուզում էի, որ դու իմանաս, որ ես ընդունում եմ իմ սխալները, աշխատում եմ ավելի լավ մարդ դառնալու համար։ Հուսով եմ, որ դու քո որդին լավ եք։ Հուսով եմ, որ դուք գտել եք խաղաղություն, երջանկություն։ Յասմին։ Մարինան կարդաց նամակը 2 անգամ։ Նրա առաջին արձագանքը զայրույթ էր։ Ինչպես էր Յասմինը համարձակվում կապվել ամեն ինչից հետո։ Բայց հետո զայրույթը տեղը զիջեց ավելի բարդ մի բանի։ Դա ներում չէր, դեռ ոչ։ Գուցե երբեք չէր լինի։ Բայց դա ճանաչում էր, որ մարդիկ կարող էին փոխվել, որ իսկական զղջում գոյություն ուներ, որ բոլորը կրում էին վերքեր, որոնք միշտ չէին իմանում, թե ինչպես հաղթահարել։ Մարինան նամակը դրեց գզրոցում։ Նա չէր պատասխանի, համենայն դեպս հիմա ոչ։ Գուցե մի օր, երբ ժամանակը բուժեր վերքի ավելի շատ շերտեր։ Նա կարող էր դրա մասին ավելի հստակ մտածել։ Բայց առայժմ նա կենտրոնացած էր իր ներկայի ապագայի վրա։ Այդ գիշեր, Գաբրիելին քնացնելուց հետո, Մարինան մնաց իր նոր տան հյուրասենյակում։ Նա Ռուբենի հետ կիսած պենթհաուսից տեղափոխվել էր Արաբկիրի մի հարմարավետ երկհարկանի տուն, մեծ բակով, որտեղ Գաբրիելը կարող էր խաղալ։ Տունը ավելի փոքր էր, ավելի պարզ, բայց դա իրենն էր։ Նա ընտրել էր յուրաքանչյուր կահույք, պատերի յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր մանրամասնություն։ Դա արտացոլում էր այն, թե ով նա դարձել էր։ Նա նայեց պատերի լուսանկարներին։ Գաբրիելը ծիծաղում էր, Էդուարդը պահում էր թորանը, նա Բեատրիսը ՀԿ-ի առաջին օրը, իր սեփական դիմանկարը, որը Դանիելը արել էր այգում զբոսանքի ժամանակ։ Դա այլ կյանք էր, քան նա պատկերացրել էր։ Նա չուներ կատարյալ ամուսնություն, չուներ հեքիաթային պատմություն։ Բայց նա ուներ ավելի լավ բան։ Նա ուներ իսկություն։ Նա ուներ նպատակ։ Նա ուներ իսկական սեր, այն տեսակը, որը կախված չէ մեկ այլ մարդուց գոյություն ունենալու համար, այլ որը ծնվում է ներսից։ Մարինան ժպտաց իրեն։ Այն կինը, ով 2 տարի առաջ ընկել էր հիվանդանոցի սառը հատակին, այլս գոյություն չունի։ Այդ անկումից ծնվել էր ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի ամբողջական մեկը։ Եվ այդ կինը նոր էր սկսում բացահայտել այն ամենը, ինչ ի վիճակի էր անել։ Դրսում Երան քաղաքը շարունակում էր իր անվերջ եռուզեռը։ Միլիոնավոր պատմություններ էին տեղի ունենում միաժամանակ, որոշները ողբերգական, մյուսները հուսադրող, շատերը երկուսի խառնուրդ։ Եվ այդ բոլոր պատմությունների մեջ Մարինայի պատմությունը ընդամենը մեկն էր։ Բայց դա իրենն էր։ Եվ առաջին անգամ երկար ժամանակից ի վեր նա հպարտ էր այն պատմությամբ, որը գրում էր։ Գաբրիելը կանչեց սենյակից, քնկոտ կանչով, խնդրելով մեկ բաժակ ջուր։ Մարինան բարձրացավ, մոտեցավ նրան, տվեց այն, ինչ նա խնդրում էր, կարգի բերեց վերմակը, համբուրեց փափուկ ճակատը։ Իր որդին նայեց նրան այն աչքերով, որոնք լի էին բացարձակ վստահությամբ, այն անվերապահ սիրով, որը միայն երեխաները գիտեն տալ։ Սիրում եմ քեզ, մայրիկ, ասաց Գաբրիելը, նրա խոսքերը ամենապարզն էին, բայց նա աշխարհի ամենահզորը։ Ես էլ եմ քեզ սիրում, իմ սեր։ Մի Չդ։ Եվ մինչ նա վերադառնում էր հյուրասենյակ, Մարինան մտածում էր, որ գուցե սա էր իսկական երջանիկ ավարտը։ Ոչ թե կատարյալ ամուսնությունը, ոչ թե անխնդիր կյանքը։ Այլ վերքերը իմաստության, ցավը նպատակի, մենակությունը ինքնասիրության վերածելու ունակությունը։
Սա էր այն, ինչ նա ուզում էր սովորեցնել Գաբրիելին։ Որ կյանքը կարող է դժվար լինել, բայց միշտ արժե պայքարել։ Որ ընկնելը մասն է, բայց բարձրանալը ընտրություն է։ Եվ որ ի վերջո այն, ինչ իսկապես կարևոր էր, այն մարդիկ էին, ում մենք սիրում ենք, այն բարին, որը մենք անում ենք աշխարհում։ Մարինա Սարգսյան Ալեքսանյանը վերջապես գտել էր իր տեղը։ Եվ նա նոր էր սկսում։